Լավ, սկսում ենք բարև ձեզ, սիրելի աշակերտներ, ողջունում եմ բոլոր մասնակիցներին, ովքեր ցանկացել են անձամբ գան, բոլոր on-line մասնակիցներին, որ հետաքրքրվել են, ուզեցել են այսպիսի հետաքրքիր ոչ ստանդարտ, կարելի ասել, դասախոսություն լսեն մաթեմատիկայի վերաբերյալ եւ կխնդրեմ, որ ձեր հարցերը տաք վերջում, իսկ ընթացքում հիշեք, ինչ հարցեր որ կառաջանան, ձեր հարցերը կտաք։ Ուրեմն, ինչպես ասել ենք, այսօրվա դասախոսությունը նվիրված է մաթեմատիկական այնպիսի մեթոդներին, տարբեր տեսակի մարմինների, երկրաչափական մարմինների, մակերեսների, ծավալների հաշման հետ կապված, որը վերաբերվում է ասենք շատ բարդ են սովորական բարձրագույն մաթեմատիկայի մեթոդներով հաշվելու համար, բայց կան դրա համար նույնիսկ բարձրագույն մաթեմատիկայի գործիքակազմ չպահանջող հետաքրքիր մեթոդներ, որ պարզ մատերի վրա կարելի է պատկերացնել, հասկանալ, հաշվել այդ ծավալներն ու մակերեսները։ Բայց սկսենք նրանից, որ այս դասախոսությունը կազմակերպել է Հայաստանի տիեզերագիտական ընկերությունը, անվանել ենք վիզուալ մաթեմատիկա, այն առումով, որ դա իսկապես շատ ակնառու, նույնիսկ երբեմն գրաֆիկական ինչ-որ մոտեցումներով ստացվող մեթոդներ են, որոնք տալիս են այդ հնարավորությունները բարդ բաներ հաշվելու։ Եվ իհարկե ուզում եմ նշել, որ այս դասախոսությունը նվիրվում է իմ նախկին ղեկավարին, որտեղ ես աշխատում եի բյուրականի աստղադիտարանում եւ ինքը իմ ղեկավարն էր, հայ աստղաֆիզիկոս եւ մաթեմատիկոս Մամիկոն Մնացականյանի հիշատակին։ Նա ինձ դասավանդել է դեռ համալսարանում, ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս եւ այնտեղ սկսեց ղեկավարել, երբ որ ես իմ աշխատանքը, երբ որ ես ընդունվեցի բյուրականի աստղադիտարան, եւ իր աշխատանքի ընթացքում աստղադիտարանում երկու կարևոր բավական բարդ եւ հետաքրքիր աշխատանքներ անել, տեխնացուական թեզը նվիրված էր ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, այսինքն Էյնշտեյնի ընդհանուր տեսությունը հարաբերականության, ինքը նույնիսկ ընդհանրացրել էր MC բաներ վերցնելով փոփոխական, որ սովորաբար համարում ենք հաստատուն, եւ նաեւ հետո դոկտորական աշխատանքը, դոկտորական թեզը, որ ինձ բախտ վիճակվեց կարդալ դեռ չհրապարակված վիճակում, այնքան պարզ, այնքան բաներ գրված, դասագրքային պարզ հետևողական եւ իմանալով այդ ճառագայթման, տեղափոխման տեսությունը, որին նվիրված էր այդ աշխատանք, ես զարմանում եի, թե ոնց էր այդ բարդ մաթեմատիկական ապարատը վերածվել այտենց պարզ մեթոդներով ստացվող արդյունքների։ Եվ իսկապես պիտի ասեմ, որ ուղղակի տաղանդավոր մարդ, շատ ստեղծագործ ու անպատկերացնելի ասոցիատիվ մտածողություն ունեցող մարդ, որ կարող էր տարբեր միջավայրերում տեղի ունեցող ինչ-որ process-ը կարող էր հանկարծ իր մոտ ասոցիացիա առաջանալ ծովի ալիքների հետ, երկրային ինչ-որ երևույթների հետ, եւ հետո որ խորանում էր, տեսնում էր, որ իսկապես դրանց հիմքում նույն մաթեմատիկական ապարատն է նստած։ Այդ տեսակետից շատ իրոք տաղանդավոր անհատականություն էր, որից ինքը հետո դարձավ, երբ որ ծանր տարիներին Հայաստանի, դարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրեն, որից հետո տեղափոխվեց ԱՄՆ եւ այնտեղ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում նախաձեռնեց ու վարեց մաթեմատիկա ծրագիրը,
որը հենց նախատեսված էր ոչ բուհական սովորողների համար, այսինքն քոլեջ, դպրոց եւ այլն, այդպիսի սովորողների համար բարձրագույն մաթեմատիկայի մեթոդներ սովորեցնել շատ պարզ ձևերով, որ իրենք չզգան, որ դա ինչ որ ավելի բարդ բան է, քան սովորական դպրոցական մաթեմատիկայի ծրագիրը։ Եվ նույնիսկ իր կոլեգայի հետ, Տոմ Ապոստոլի հետ, որը եւս այդ հաշվարկային մաթեմատիկայում հաշվարկային մեթոդների մասնագետ էր, նրա հետ համատեղ հրապարակեցին այն ամենը, ինչը արդեն կազմում էր իր ժառանգությունը մաթեմատիկայում։ Այսինքն ինքը արդեն իսկ, երբ որ ես բյուրականի աստղատարանում էի, ինձ պատմում էր իր արածները, իր առաջադրած թեորեմը եւ այլն, եւ պատմում էր, թե ինչպես նույնիսկ ստեղի ակադեմիկոսները ասում էին նման բան հնարավոր չի, չնայած ինքը ի վերջո դա խիստ մաթեմատիկորեն է թեորեմը ապացուցել էր, բայց չէին ընդունում եւ իրականում գնահատվեց ցավոք սրտի դա միայն ԱՄՆ-ում, երբ որ ինքը այդ կոլեգայի հետ, Տոմ Ապոստոլի հետ արեցին այն ինչ որ դեռ պետք էր շարունակել կատարելագործել ու հրապարակեցին այդ գիրքը, որը կոչվում էր Նոր հորիզոններ երկրաչափության մեջ։ Ահա։ Հիմա որպեսզի մենք կարողանանք մոտենալ այդ ամեն ինչին, պիտի այն հիմքից սիրում եմ, երբ որ հիմքից ամուր կառուցվածք ենք ստեղծում, ամուր հիմք ենք ստեղծում եւ նոր դրա վրա կառուցում ենք մնացած ամեն ինչը, թեկուզ պետք լինի գալ ամենապարզ հասկացություններից եւ դրա համար հիմա կսկսենք երկրաչափության ամենապարզ գաղափարներից։ Այսինքն ամենապարզ օբյեկտից նույնիսկ երկրաչափության մեջ, որն է ամենապարզ օբյեկտը, կետը։ Այսինքն ունենք ամենափոքր, ոնց ասած քիչ հատկություններով օբյեկտը, կետը։ Ինքը չունի չափ, հետեւաբար չունի ոչ մակերես, ոչ ծավալ, եւ ինքը կետը ընդամենը նկարագրում է տեղ, կոնկրետ տեղ տարածության մեջ։ Ամենապարզ երկրաչափական օբյեկտը կարելի ասել։ Հաջորդը ուղիղը։ Ուղիղը իրենից ներկայացնում է կետերի շղթա։ Հաջորդական շղթա, եւ եթե մենք կոպիտ ասած խոշորացույցով նայենք այդ շղթային, մենք կտեսնենք իրար կողքի շարված կետեր, իսկ դա նշանակում է, որ ուղիղը ունի մեկ կետի հաստություն, այսինքն 0 հաստություն, բայց անվերջ թվով կետեր են շարված, երկու կողմ տարածվում են անվերջ տարածության մեջ, եւ ինչով է ուղիղը յուրահատուկ, որտեվ այդ նույն ձևի հաջորդականությամբ կետեր մենք կարող ենք ունենալ կորգից, ասենք, թե էլի զրոյական հաստությամբ, բայց ուղիղ ինչով է առանձնանում այդ ցանկացած կորգծից, որ եթե վերցնենք երկու կամայական կետ, այդ դա է կարևորը, որ ասում ենք կամայական երկու կետ, եթե վերցնենք ուղի վրա եւ նայենք նրա միջև ընկած կետերը, իսկ դրանք անհամար են, որտեղ կետը ինքը բան չունի, չափեր չունի, ուրեմն անթիվ այդ երկու կետի միջև անվերջ թվով կետեր կտեղավորվեն, բայց կարևորը նա է, որ եթե այդ երկու կետերից մեկից անցնում ենք, գնում ենք դեպի մյուսը ամենակարճ ճանապարհով տարածության մեջ, ապա մենք կանցնենք այդ երկու կետերի միջև այդ ուղի վրա ընկած բոլոր կետերով։ Այսինքն որտեղ էլ այդ երկու կետը վերցնենք, նրանց միջև ընկած ամենակարճ ճանապարհը կհամընկնի ուղի հետ։ Այդ դեպքում նա կարող ենք դրան անվանել ուղիղ։ Հաջորդը բնականաբար այս ուղիղը չունի երկարություն,
որտեվ անverջ տարածվում է, կարելի ասել անverջ երկար է կամ պարզապես չունի, հաստություն էլ չունի, որտեվ 0 է։ Իսկ ճառագայթը արդեն մենք ոնց որ վերցնենք ուղիղը եւ կիսենք, այսինքն մի հատ կետ դնենք ու դրանից մի կողմ գնացող մասը կետերի վերցնենք, իսկ մյուսը դեն նետենք։ Ինչ մնաց ստացված մի օբյեկտ, որը կոչվում է ճառագայթ։ Այսինքն սա էլ կարծես թե ուղիղ է, բայց նա մի կողմից ունի սկզբնակետ։ Էլի այս դեպքում ինքը չունի երկարություն, որտեղ այդ մյուս կողմը ինքը գնում է անverջ երկար։ Ահա, հիմա հատվածը, եթե մենք երկու կետ վերցնենք ուղի վրա եւ վերցնենք միայն այդ ուղից վերցնենք միայն այն կետերը, որոնք ընկած են այդ երկու կետերի միջև, իսկ մնացածը դեն նետենք, մենք կստանանք հատված։ Այստեղ է, որ մենք վերջապես ունենք չափ, այսինքն երկարություն, այդ երկու կետերի միջև երկարություն։ Կոպիտ ասած, դա այն չափն է, թե ինչքան մաս կարող է այդ հատվածը զբաղեցնել ուղի վրա։ Այսինքն ուղի որ մասն է զբաղեցնում հատվածը ուղի վրա, որտեղ կարող ենք արդեն վերցնել այդ նույն ուղի վրա տարբեր հատվածներ, մեկը շատ մաս կվերցնի, մյուսը քիչ մաս, եւ ըստ դրա մենք կասենք մեկը երկար է, մեկը կարճ։ Հիմա մակերևույթը արդեն այստեղ տեսեք մինչև հիմա կետը չուներ ոչ մի չափ, ոչ երկարություն, ոչ լայնություն, ոչ բարձրություն, դա կարելի ասել անչափանի տարածության ինքը իրենից ներկայացնում էր անչափ տարածություն։ Ուղիղը կարելի ասել միաչափ տարածություն, որտեղ նրա վրա կարող ես գնալ մի կողմ կամ մյուս կողմ ուղի վրա։ Ուղին ուղղած գնալ չես կարող։ Խոսքը նրա մասին է, որ եթե մենք այդպիսի մի փոքր էակ ենք, որ գտնվում ենք ուղի վրա եւ մեր աշխարհը հենց այդ ուղի կետերն են։ Այդ աշխարհից մենք դուրս գալ չենք կարող, ուրեմն ուղիղը ինքը միաչափ տարածություն է այդ էակի համար եւ ինքը մի ազատություն ունի, կամ աճ գնա կամ ձախ գնա, ուրիշ ազատություն չունի։ Նույնն էլ ճառագայթը, նույնն էլ կարելի ասել հատվածը։ Բայց կարող է լինել, ասենք, նաեւ մակերևույթ, այսինքն միայն որոշակի գծով չեն շարվում, միայն աճ ու ձախ չեն, տվյալ կետից միայն աճ ու ձախ չես գտնի կետեր, որ պատկանում են այդ օբյեկտին, այլև նրանից առաջ ու հետ, բայց ոչ վերև ներքև։ Այ պատկերացրեք, եթե նայենք, ինչ որ կետում գտնվում ենք, մենք կարող ենք տեղափոխվել աճ կամ ձախ այդ մակերևույթի վրա, կարող ենք տեղափոխվել առաջ ու հետ, բայց ոչ վերև ներքև։ Եվ էլի սա այս մակերևույթի հաստությունը 0 է, որտեվ այդ շերտում, այդ մակերևույթի մեջ կա միայն մեկ կետի, այսինքն մի փոքր վերև գնաս, արդեն այդ կետից դուրս ես գալիս։ Չկա դրան հարող դեպի վեր կամ դեպի ներքև հարևան ինչ որ կետ։ Այսինքն մակերևույթը ինքը անverջ բարակ է, 0 է հաստությունը, բայց ազատություն է տալիս տարբեր ուղղություններով գնալու այդ մակերևույթով։ Ընդ որում մակերևույթն էլ կարող է լինել կոր, կարող է լինել հարթ։ Որն է այդ հարթը, հարթության չափանիշը։ Դա հենց այդպես էլ այդ օբյեկտը կոչվում է հարթություն, եւ ինքը հարթ է հենց նրանով, որ եթե վերցնենք նրա վրա ցանկացած երկու կետ, եւ այդ երկու կետով տանենք ուղիղ, որ արդեն սահմանել ենք, ապա այդ ուղի բոլոր կետերը կպատկանեն այդ հարթությանը։ Որևէ ցանկացած երկու կետ վերցնենք, տանենք ուղիղ, կպատկանի այդ հարթությանը։ Ուրեմն դա իրոք այդ մակերևույթը հարթություն է։ Վերջապես անկյուն։ Մենք ճառագայթներով, եթե նրանց գագաթները համընկացրենք մի կետում, ճառագայթներով կարող ենք կազմել անկյուն։ Այսինքն այդ ճառագայթները, եթե նկարենք հարթության վրա, միասին կառանձնացնեն հարթությունը երկու մասի։ Մի մասը կլինի այդ ճառագայթների միջև, մի մասը դրանցից դուրս։ Այդ մասը, որ նրանց միջև է, իհարկե մի քիչ պայմանական է, միջևը որն ենք անվանում, այն մեծ մասը, թե փոքր մասը, կարևոր չի, բայց այդ մասերից որևէ մեկը, որն էլ վերցնենք, մենք դա անվանում ենք անկյուն։
Եվ ինչն է այս երկրաչափական մարմնի ամենահետաքրքիր բանը, հատկությունը, որ եթե վերցնենք խոշորացույց եւ այլ երկրաչափական մարմիններ, օրինակ խոշորացույցով պարզ է, կետը չես մեծացնի, ուղիղը չես մեծացնի, հա, հատվածը խոշորացույցով կարող ես նայել ու տեսնել որպես ավելի երկար հատված, բայց հարթությունը եւս չես կարող խոշորացույցով մեծացնել։ Հարթ պատկերներից ամենապարզ ուրեմն օբյեկտը, որը էլի խոշորացույցով չես մեծացնի, դա անկյունն է։ Ասենք եթե ամբողջ շրջանը մենք ինչ որ փոքր անկյուն վերցնենք եւ դա համարենք միավոր եւ վերցնենք, ասենք թե մի անկյուն, որը կազմում է 10 միավոր, ինչքան ուզում ես խոշորացույցը դիր, ինչ խոշորացույց ուզում ես դիր, դու իրան էլի կտեսնես 10 միավոր։ Միևնույնն է, ինչքան էլ խոշորացնես, ինքը էլի նույն հարաբերությամբ կբաժանի հարթությունը տարբեր մասերի, որ այդ անկյան ներսում կամ դրսում գտնվող մասերի։ Ահա, այս էլ անկյան յուրահատկությունը։ Հիմա գանք մակերես գաղափարին։ Մակերես գաղափարի համար մենք պետք է արդեն դիտարկենք ամենապարզ հարթ պատկերը, որը հատվածի նման արդեն ունի սահմանափակ է։ Այսինքն հարթ պատկերը դա մի պատկեր է, որի բոլոր կետերը ընկած են մի հարթության մեջ, բայց նաև այնպիսի պատկեր, տվյալ դեպքում եթե խոսում ենք շրջանագծի մասին, այդ պատկերը բաժանում է հարթությունը երկու տարբեր մասերի, պատկեր, որը նրա ներսում է եւ նրանից դուրս։ Իհարկե կան հարթ պատկերներ, որոնք որ չեն բաժանում երկու մասի։ Օրինակ մենք կարող է վերցնենք հատվածների հաջորդականություն հարթության վրա, բայց վերջին հատվածի վերջնակետը չգա սկզբի հատվածի սկզբնակետին։ Այսինքն չկազմի ինչ որ փակ տարածք, որից ներս հարթության մի մասն է, նրանից դուրս մյուս մասը։ Այլ եթե տենց փակ տարածք չստացվի, ապա հարթությունը չի բաժանվի այդ դեպքում երկու մասի։ Այդ բեկյալն էլ կլինի հարթ պատկեր, բայց բանա, ինքը այդ բեկյալը չի ներկայացնի փակ, չի առանձնացնի հարթությունից ինչ որ առանձին փակ տարածք։ Հիմա տվյալ դեպքում ամենապարզ հարթ պատկերը, որը հարթությունից սահմանափակ ինչ որ տիրույթ է առանձնացնում, դա շրջանագիծն է։ Այսինքն, որն է շրջանագիծը ըստ մեր պատկերացման սահմանման, դա վերցնում ենք հարթության վրա որևէ կետ, հետո այդ նույն հարթության վրա նայում ենք որոշակի հեռավորության վրա գտնվող կետերի, բոլոր հնարավոր կետերի բազմությունը, որոնք բոլորը նույն հեռավորության վրա են այդ հիմնական կետից, որը անվանում ենք շրջանագծի կենտրոն, իսկ հեռավորությունը, որի մասին խոսեցինք, այդ կենտրոնից մինչև շրջանագծի կետերը անվանում ենք շառավիղ։ Եվ որ կողմ էլ պտտենք, մենք նույն հեռավորությունն ենք տեսնում շրջանագծի կետերից յուրաքանչյուրի եւ կենտրոնի միջև։ Ահա։ Հիմա եթե մենք այդ շրջանագիծը բաժանենք 4 հավասար մասերի, ապա ըստ էության մենք, այսինքն երկու փոխուղղված ուղիղներ անցկացնենք կենտրոնով, դրանով կբաժանենք 4 հավասար մասերի եւ դրանով մենք կստանանք 4 այդ գագաթի մոտ 4 անկյուն իրար հավասար։ Ամբողջ շրջանը կբաժանվի 4 հավասար մասերի։ Որն է վերցվել որպես միավոր անկյան, դա երբ որ ամբողջ շրջանը բաժանում ես 360 հավասար մասերի։ Դա իր հետաքրքիր պատմությունը ունի, պատմականորեն ինչու է ստացվել այդպես, ինչու են 360-ը ընտրել եւ նույնիսկ տարբեր վարկածներ կան դրա վերաբերյալ, բայց ամեն դեպքում պայմանականությունը այդպես հաստատվել է, որ ամբողջ շրջանը 360 հավասար մասերի ենք բաժանում եւ մեկ մասը անվանում ենք 1 աստիճան։ Հիմա այստեղ եթե 360 ամբողջ շրջանը դա 360 աստիճան է, բաժանենք 4-ի, 4 հավասար մասերի կստացվի ամեն մեկը 90 աստիճան։ Եվ այդ 90 աստիճանանոց անկյունը մենք անվանում ենք ուղիղ անկյուն։ Հենց որ ասում ենք ուղիղ անկյուն, արդեն գիտենք, որ 90 աստիճան է։ Հիմա պատկերացնենք մի ուրիշ, տեսեք ինչով է շրջանագիծը
ամենապարզ այդ փակ պատկերը հարթության վրա, որովհետև այստեղ կա միայն մի թիվ, որ նկարագրում է այդ շրջանագիծը, դա նրա շարավիղն է։ Ուրիշ բան չես կարող ասել։ Շարավիղը, եթե խոսք գնա բա երկարությունը այդ շրջագծի ինչքան է, պարզվում է, որ դեռ դրա մասին խոսենք կամ կարող է արդեն գիտեք, որ այդ շարավիղը արդեն իսկ պայմանավորում է շրջանագծի երկարությունը, հետեւաբար դա մի նոր թիվ չի, մի նոր մի անկախ բնութագիր չի շրջանագծի համար։ Հիմա քառակուսին։ Տեսեք, մենք կարող ենք կազմել քառանկյուն հարթության վրա, այսինքն 4 գագաթով, 4 անկյունով եւ 4 կողմով ինչ որ մի պատկեր։ Եթե այդ կողմերը, հանդիպակաց կողմերը իրար զուգահեռ են, ապա դա կոչենք զուգահեռագիծ։ Եթե 90 աշճանի տակ են, կկոչենք ուղղանկյուն։ Ընդ որում այդ երկու դեպքում էլ հանդիպակաց կողմերը իրար հավասար են, բայց կից կողմերը կարող են իրարից տարբերվել։ Իսկ եթե վերցնում ենք քառակուսի, այսինքն արդեն նկատի ունենք, որ այդ 4 կողմերն էլ բոլորը իրար են հավասար, անկյուններն էլ 90 աստիճան են, ուղիղ անկյուններ են, ուրեմն մենք արդեն քառակուսի պատկերի հետ գործ ունենք եւ դա է կազմում մեր համար հիմք մակերեսներ չափելու։ Մակերեսը ըստ էության դա տվյալ հարթ պատկերի զբաղացրած տեղն է հարթության վրա, այսինքն մենք ինչ ենք անում, մի դեպքում դա կարող է լինել շատ, մյուս դեպքում քիչ, հա, եւ այն պատկերը, որը շատ տիրույթ է իր մեջ ներառում հարթությունից, նրա մակերեսը կասենք շատ է, մյուսը քիչ, բայց սա որակական բնութագիր է, իսկ ինչպես ենք թվապես գնահատելու, այդ թվապես գնահատելու համար մենք որպես հիմք վերցնում ենք քառակուսին, միավոր քառակուսին, այսինքն քառակուսի, որի կողմը միավոր երկարություն ունի։ Դուք գիտեք, որ ընդհանրապես ֆիզիկայում շատ մեծություններ կան, որոնք որ չափման միավորներ ունեն։ Երկարության միավորը միջազգայինորեն ընդունված դա 1 մետրն է, հա։ Ահա։ Եվ մակերեսը ըստ էության կլինի այն թիվը, որը ցույց է տալիս, թե 1 մետր կողմով քառակուսուց տվյալ հարթ պատկերի զբաղացրած մասում ինչքան հատ կտեղավորվի։ Կարևոր չի, որ ինքը հենց այդպես քառակուսի ձևով տեղավորվի։ Կարևորը որ այն մասը, որ ինքը այդ միավոր քառակուսին առանձնացնում է բանից, հարթությունից, այդ դրանից ինչքան կա, ձևը չի կարևոր, այլ չափը դրա, այդ դրանից ինչքան կա ցանկացած հարթ պատկերի մեջ, դրանով մենք կգնահատենք մակերեսները։ Հիմա բաժանենք, այ պատկերացրեք ուղղանկյուն ենք վերցրել ու բաժանել ենք, որը ունի այ բաղկացած է այդ միավոր մակերեսից, միավոր քառակուսուց եւ այստեղ մենք տեսնում ենք 4 տող, 5-ը սյունակ։ Հետեաբար, եթե մենք ուզենանք ասենք այդ միավոր մակերեսից կամ քառակուսուց քանի հատ կա այս ուղղանկյան մեջ, ինչ ենք ասելու, ոնց ենք հաշվելու, ասում ենք 4 տող ամեն մեկում 5 սյունյակ կամ 5 սյունյակ ամեն մեկում եւ հետեաբար 4 տող, հետեաբար մենք ասում ենք, ավելի ճիշտ չենք ասում ենք 4 տող ամեն տողում 5 բջիջ, հա, 5 քառակուսի։ Եվ հետեաբար ընդհանուր քանակը կլինի 4 անգամ 5 հավասար է 20։ 20 հատ միավոր մակերես ունենք ստեղ, հետեաբար իր մակերեսը 20 է։ Դե խնդրեմ, եթե մենք վերցրեցինք կողմերը քառակուսու 1 մետր, ապա մենք ինչ ենք անում, փաստորեն ասում ենք, ահա, այս ուղղանկյան երկարությունը 5 մետր է, լայնությունը 4 մետր, կամ մի խոսքով, կարևոր չի, որը երկարություն անվանեցինք, բարձրություն թե լայնություն, երկու կողմեր են, մեկը 4 մետր, 5 մետր եւ դրանց արտադրյալը, էլի պետք է բազմապատկենք, որ տեսնենք քանի հատ միավոր քառակուսի կա, ապա ստանում ենք 4 մետր անգամ 5 մետր հավասար է 20 ինչ, մետր անգամ մետրը կլինի մետր քառակուսի, չէ, քառակուսու գաղափարից ելնելով, դա էլ պետք է լինի մետրի քառակուսի։ Եվ
Այդ պատճառով է որ փաստորեն այդ մետր քառակուսին դառնում է մակերեսի չափման միավորը։ Եվ հենց գալիս է նրանից, որ մենք վերցրել ենք որպես ստանդարտ միավոր մակերեսների չափման քառակուսի պատկերը։ Եվ արդյունքում մենք կարող ենք ասել, որ այս ուղղանկյունն ունի 20 մետր քառակուսի մակերես։ Իսկ միավորը ունի 1 անգամ 1, այսինքն 1 մետր քառակուսի մակերես։ Եթե ունենք A եւ B արտահայտված մետրերով, ապա պարզ է այդ թվերը, այսինքն կամայական, մի դեպքում 5 ու 4 էր, մյուս դեպքում կարող է 15 ու 6 լինի, չէ՞։ Միևնույն է, նույն գործողությունը պիտի արվի մակերեսը հաշվելու համար, հետեւաբար մակերեսը հավասար է A անգամ B մետրերով արտահայտված եւ այդ դեպքում մակերեսն էլ կստանանք մետր քառակուսով արտահայտված։ Իսկ եթե ունենք sense անկանոն ինչ որ պատկեր, ապա մենք բնականաբար հաշվելու համար ինչ ենք անում, լցնում ենք այդ միավոր մակերեսներով ու փորձում ենք տեսնենք մեջը քանի հատ կա, բայց քանի որ ինքը անկանոն է, եզրերը կոր են, ապա տեսնում ենք շատ հաճախ կես քառակուսի է կամ 1/3 քառակուսի է, որ մտել է այդ ներքին տիրույթի մեջ, այս պատկերի, եւ դա էլ պիտի հաշվի առնենք։ Եվ այստեղ խնդիր է առաջանում, ինչպես ենք ընդհանրապես բարդ մակերեսները հաշվելու։ Իհարկե կարող ենք այս միավոր մակերեսը ավելի մանրացնել։ Նրա 1/10-ը վերցնենք օրինակ, այդ դեպքում այն սխալները, որ մենք անում ենք, ասենք թե եզրի մի հատ քառակուսի վերցրեցինք, հաշվեցինք, որտեղ մասամբ այդ տիրույթում էր, ներսի տիրույթում էր, մասամբ էլ դրսում էր, մենք իրան 1 հաշվեցինք, այնինչ մի մասը նրա դրսում է, չպետք է հաշվեինք։ Այդ սխալները այդ ձևի քառակուսիներով կառուցելուց ավելի փոքր կլինեն, եթե մենք ավելի մանր քառակուսիներով լցնենք ու հաշվենք, թե քանի մանր քառակուսի տեղավորվեց։ Հիմա գանք արդեն տարածական պատկերներին։ Եթե հարթ պատկերը այդ հարթաչափիկների համար, հա, այդ էակներին կարող ենք անվանել միաչափիկներ, հարթաչափիկներ, եւ որտեղ արդեն երկու չափ կա, առաջ, հետ, աջ, ձախ, երկու չափ պիտի տաս, որ ասես թե հարթության վրա, ասենք այդ կետը որտեղ է գտնվում, ապա ծավալը արդեն ներկայացնում է տարածություն, տարածության դեպքում մենք գործ ունենք ծավալի հետ, ծավալային տարածական պատկերների հետ, եւ այստեղ արդեն 3 չափ կա, դու կարող ես գնալ տվյալ տարածությամբ անցնող հարթության վրայով, աջ, ձախ, առաջ, հետ, բայց կարող ես նույնիսկ այդ հարթությունից էլ դուրս գալ, վերև, ներքև, եւ հետեւաբար արդեն կունենանք 3 չափ, այդ մարմինները, այդ էակները, այդ աշխարհում ապրող արդեն կլինեն եռաչափիկներ, հա։ Ահա։ Մենք մեզ առօրյայում ընկալում ենք եռաչափիկներ, որ մենք տարածությունը ընկալում ենք որպես 3 չափի տարածություն եւ այդ ազատությունը տեղաշարժի բոլոր ուղղություններով ունենք եւ այդտեղ կարող է լինել պատկեր, որը առանձնացնում է երկրաչափական մարմին, այս դեպքում արդեն մարմին ենք ասում, ոչ թե պատկեր, մարմին, որը առանձնացնում է ծավալի մի մասը, բաժանում է այդ ընդհանուր տարածությունը երկու ծավալների, փակ մարմին, երկրաչափական, եւ ներսի մասը կարող է լինել շատ, կարող է լինել քիչ, կարող ենք տարբեր ծավալային մարմիններ վերցնել ու դրանով ասել, որ ահա, որը որ քիչ մաս է ներառում ընդհանուր տարածությունից, ապա իր ծավալը քիչ է, իսկ որը որ շատ, ուրեմն նրա ծավալը շատ է։ Եվ այստեղ ոնց պիտի որը պետք է ծառայի որպես չափման միավոր ծավալի, այս դեպքում արդեն խորանարդը որպես տարածական պատկեր, այսինքն դա մի բազմանիստ է, որի բոլոր կողմերը ոչ միայն իրար զուգահեռ են, այլ ճիշտ հանդիպակաց կողմերը ոչ միայն իրար զուգահեռ են, այլև իրար ուղղահայաց եւ ոչ միայն ուղղահայաց, այլև իրար հավասար եւ քառակուսիներ են, անկյունները բոլոր 90 աստիճաններ են այդ նիստերում, այդ դա արդեն ստացվեց խորանարդ։
Եվ եթե այդ խորանարդի կողմերը վերցնենք 1 մետր, 1 մետր, 1 մետր, այսինքն երկարություն, լայնություն, բարձրություն, ապա նրա ծավալը կլինի միավոր ծավալ։ Դրանով պետք է չափենք այլ տարածական մարմինների ծավալը, այսինքն տեսնենք թե դրանից այլ տարածական մարմիններում քանի հատ կա։ Հիմա պատկերացրեք, նկարեցինք այսի պատկեր, որտեղ տեսեք երկու հարկ կա, ամեն հարկում կա 4 հատ այդ միավոր ծավալից, այդ խորանարդից։ Եթե երկու հարկ կա, նախ պետք է երկու հարկում պարզենք, թե ինչքան կա։ Ամեն հարկում կա 2 տող 2 սյուն, հա? Կամ 2 տող, ամեն տողում 2 բջիջ, բայց կա նաև 2 հարկ, ուրեմն այդ առաջի հարկում եղածը ստանալու համար մենք 2-ը 2-ով ենք բազմապատկում, ստանում ենք 4, իսկ քանի որ մի հատ էլ երկրորդ հարկ կա նույնից, ուրեմն 2 անգամ 4, դա էլ կլինի արդեն 8։ Այսինքն 8 հատ խորանարդ կա այս տարածական պատկերի մեջ, միավոր խորանարդ։ Ուրեմն եթե դա միավոր, ուրեմն բաներ, միավոր խորանարդներ էին, ապա ստացվեց եւ լայնությունը, եւ երկարությունը, եւ բարձրությունը 2 մետր են, եւ այդ երկուսները իրար բազմապատկելով եք հենց ծավալը ստանում։ Այս դեպքում արդեն 3 հատ մետր իրար բազմապատկած լինում է մետր խորանարդ, կամ ասում ենք այսքան խորանարդ մետր ծավալ ունի մարմինը։ Եվ կարող ենք ընդհանուր բանաձև գրել, ուրեմն լայնություն, երկարություն, բարձրություն եւ ասել, որ ծավալը հավասար է A անգամ B անգամ C ու հետարքիրը ստեղ այն է, որ ներքևի հիմքում ընկած A անգամ B-ն արդեն այդ հիմքի մակերեսն է իրենից ներկայացնում։ Ու քանի որ դա ներկայացնում է հիմքի մակերեսը, ապա կարող են գրել հիմքի մակերես SH, S հիմք, անգամ բարձրությամբ, թե քանի հատ է, բարձրությունն էլ 2 էր։ Այսինքն ստացվեց, որ այս տեսակ ուղղանկյուն զուգահեռանիստ ասեմ, հա, պատկերի մարմնի ծավալը դա իր հիմքի մակերեսն է անգամ բարձրություն։ Հիմա ահա ընդգծեցինք առանձին գույնով հիմքի մակերեսը։ Այս հարցում մակերեսներ, ծավալներ հաշվելու հարցում մաթեմատիկայում մեծ ներդրում են ունեցել Արքիմեդը, Կավալիերին, Տորիչելին, Ֆերման, Պասկալը, Նյուտոնը, տեսնում եք, մարդիկ են, որոնք զուտ մաթեմատիկոս չեն եղել, իրանք նաև ֆիզիկոս են եղել, կամ առաջին հերթին ֆիզիկոս են եղել եւ նաև մաթեմատիկոս, տարբեր մեթոդներ են մշակվել ամենապարզ ձևերից մինչև ժամանակակից բարձրագույն մաթեմատիկայի գործիքակազմին հասնելով։ Ահա։ Հիմա մեզ կհետաքրեն առանձին տարածական պատկերների ծավալները։ Օրինակ մեզ հետաքրում է, թե գլանը ինչ ծավալ կունենա, ինչպես հաշվել գլանի ծավալը։ Գլան ասելով մենք հասկանում ենք, որ ունենք երկու հարթություն, որոնք իրար զուգահեռ են, եւ երկու հարթության վրա էլ նշել ենք նույն շրջանագիծը, կարող է ուղիղ իրար վրա լինի, մի քիչ իրարից շեղված լինի եւ այլն, եւ ավելի ճիշտ էսպես ասենք, ունենք երկու հարթություն իրար զուգահեռ եւ ունենք ուղիղների մի ամբողջ շարք, շղթա իրար կպած ուղիղների, որոնք կազմում են ինչ-որ կոր մակերևույթ եւ կարող են նույնիսկ այդ հարթությունների նկատմամբ թեք լինել ու հատել այդ հարթությունը, այդ դեպքում հաստատ այն պատկերը այդ հատումից, որ կառաջանա, ասենք, մի հարթության մեջ, այն մյուս զուգահեռ հարթության մեջ նույն պատկերը կառաջանա, հետեւաբար այդ երկու պատկերները, որ կառաջանան, կոչվեն հիմքեր, իսկ այդ հատվածները, որ երկու հարթությունների մեջ այդ ուղիղներով առանձնացան, նրանք կոչվեն ծնորդներ։ Հիմա սա է, մենք կարող է հաշվենք, ասենք, թե հիմքի մակերեսը ինչ է, բարձրությունը ինչ է, եւ արդյոք կարող ենք գրել SH անգամ H ծավալը գլանի։ Այստեղ շատ օգնեց Կավալերի սկզբունքը, որը շատ պարզ սկզբունք է, բայց այստեղ առաջին անգամ ոնց որ, չնայած առաջին անգամ չէ, Արքիմեդը նույնիսկ
բարձրագույն մաթեմատիկայի ժամանակակից հաշվարկները անում էր ոչ թե սիմվոլներով գրելով, այլ տառերով, բառերով գրելով, հա։ Եվ ինքը, ասենք, կարող էր ծավալ հաշվել, ասենք, գնդի ծավալ հաշվել եւ բան անել, այդպես երկար բան անելով գրելով, բացատրելով նախադասություններով, թե ինչպես է ստանում։ Հիմա կավալերի սկզբունքը։ Տեսեք, վերցրել ենք երկու հարթություն իրար զուգահեռ եւ ունենք երկու տարբեր պատկերներ։ Եվ կավալերին ասում է, կավալերի սկզբունքը ասում է հետեւյալը. եթե այդ երկու պատկերները այնպիսին են, որ ցանկացած այս հարթություններին զուգահեռ ցանկացած մակարդակի վրա ինչ հարթություն էլ տանենք, այդ երկու պատկերներից ինքը կհատվի նրանց հետ եւ կառանձնացնի այդ երկու պատկերներից հավասարամեծ մակերեսով հատույթներ, ապա այդ երկու մարմինների ծավալները հավասար են։ Այսինքն որ տեղից էլ տանենք, ասենք մի հատ ալֆա հարթություն տարանք, հատույթները եղավ F1 հատույթ եւ F2 հատույթ։ Եվ մենք տեսնում ենք, որ F1 եւ F2 հատույթները ունեն նույն մակերեսը, թեկուզ ձևով կարող են եւ տարբեր լինել։ Հետո իջացրեցինք ուրիշ բարձրության վրա, ուրիշ բոլոր բարձրությունների վրա, որ անենք ու տեսնենք, որ ամեն դեպքում այդ զուգահեռ պահելով այդ հարթությունը ինքիրեն ստացվում է F1-ը հավասար է F2, այդ երկու մակերեսները իրար հավասար են լինում, այդ դեպքում կարելի է ասել, որ այս երկու տարածական մարմինները ունեն նույն ծավալը։ Շատ պարզ համոզիչ օրինակ կարելի է բերել, եթե մենք պատկերացնենք մետաղադրամներ իրար վրա դրած։ Պատկերացրեք, իրար գլխի ուղիղ դրել ենք եւ կազմել ենք գլան, հա։ Իսկ հետո նույն մետաղադրամները նույն քանակով արդեն իրար գլխի չենք դրել, այլ իրարից շեղված։ Իրականում, ասենք թե զուգահեռ տեղափոխեցինք առանձին շերտեր, բայց դրանից ընդհանուր ծավալը չփոխվեց, չէ՞։ Եվ եթե հիմա հարթությունով հատենք, այս աջ ու ձախ կողմերը տարբեր բարձրությունների վրա հարթությունով հատենք, մենք կտեսնենք, որ նույն մակերեսներն են ստացվում հատույթները, հետեաբար ընդհանուր ծավալը նույնն է։ Նույնիսկ, ասում եմ, նույնիսկ եթե ձևով այդ հատույթները տարբեր են։ Մեկը լինի շրջանակից, մյուսը լինի ասենք ձախ կողմում ստացվի շրջանակից, աջ կողմում լինի եռանկյուն, բայց եթե մակերեսներով հավասար են ամեն դեպքում, որտեղով էլ տանենք այդ հարթությունը ինքիրեն զուգահեռ, ապա ծավալները պիտի լինեն հավասար։ Եվ այստեղ այս անիմացիան պատկերավոր ցույց է տալիս, թե ինչու է այդպես, ինչու պետք է ծավալները լինեն հավասար, որտեղ մենք այստեղ ծավալի իմաստով, նյութի իմաստով ոչինչ չավելացրեցինք, ուղղակի իրար նկատմամբ տեղաշարժեցինք։ Լավ։ Հիմա վերադառնանք գլանին։ Ահա ձախ կողմում մենք ունենք կամայական հիմքով գլան, նույնիսկ շրջանագիծ չի այդ հիմքը, եւ աջ կողմում ունենք ուղղանկյուն զուգահեռանիստ, որի հատույթը իրանից ներկայացնում է ուղղանկյուն, եւ մենք գիտենք, որ դրա մակերեսը A անգամ B է, չէ՞, լայնություն, երկարություն իրար բազմապատկած։ Իսկ ձախ կողմում ինչ որ տձև ինչ որ հատույթ է, հարթ պատկեր։ Հիմա հարցը սա է, որ եթե մենք այդ պարզ է, որ երբ որ մենք այդ ծնորդները բոլորը իրար զուգահեռ ենք տարել, ապա այս հատույթները F', միջանկյալ ցանկացած հատույթ, բոլորը ստացվում են նույն մակերեսը, հիմքի մակերեսին հավասար։ Բնականաբար նույնը մենք կարող ենք ասել ուղղանկյուն զուգահեռանիստի մասին, որ բարձրության վրա էլ տասնենք, իրար հավասար մակերեսներ կստացվեն այդ հատումից առաջացած հատույթների մակերեսները։ Հիմա եթե մենք աջ կողմում ընտրենք այնպիսի ուղղանկյուն զուգահեռանիստ, որը իր հատույթի մակերեսով հավասար է լինում այդ ձախ կողմում եղած հատույթի մակերեսին, ապա կարող ենք ասել, որ դրանց ծավալները հավասար են։ Իսկ այդ ուղղանկյուն զուգահեռանիստի ծավալը մենք ոնց ենք հաշվում, հիմքի մակերես անգամ բարձրություն, ճիշտ է։ Այս սրանից ելնելով
մենք կարող ենք ասել, որ հիմքի մակերես անգամ բարձություն բանաձևը նույնությամբ աշխատում է նաև գլանի համար։ Սա գիտեք ինչի է նման է նրան, որ այդ ձախ կողմի այդ գլանային մարմինը, ասենք թե լինի այնպիսի նյութից բաղկացած, որը կարող ենք ձևափոխել, հա, ծավալը մնա նույնը, ինքը չի կարող սեղմվել, ոնց որ ասենք ջուրը, հա, բայց կարող ենք ձևափոխել։ Պատկերացրեք, այդպիսի անոթ ունենք այդ գլանային ծավալի մեջ, անոթ ունենք, մեջը ջուր ենք լցրել։ Մինչև, ասենք թե հատակից մինչև F հիմքը։ Հիմա այդ նույն, եթե մենք վերցնենք այդ նույն բացվածքի, այդ անոթի F հատույթի մակերեսով այնպիսի ուղղանկյուն զուգահեռանիստ, որ իրա բացվածքն էլ է, իրա հիմքն էլ է, բան դրան հավասար, ու վերցնենք դրա մեջից ջուրը լցնենք այդ մյուս բաժակի մեջ, որը այդ ուղղանկյուն զուգահեռանիստն է ներկայացնում, նույն մակարդակի կգա, նույն ծավալը կլինի։ Ուղղակի մենք պարզապես ձևափոխեցինք, դարձրեցինք ուղղանկյուն զուգահեռանիստի ձևով, որի ծավալը գիտենք հաշվել A անգամ B անգամ C, հա, կամ հիմքի մակերես անգամ H։ Հիմա հասկանանք պրիզման։ Պրիզմայի դեպքում ինչպես կանենք։ Պրիզման արդեն իրենից չի ներկայացնում գլան, բայց էլի երկու հարթությունների միջև, նույն հիմքերի միջև, օրինակ տվյալ դեպքում եռանկյուն պրիզմա է, այսինքն հիմքերը եռանկյուն են, իսկ ծնորդները դրանց միջև իրար զուգահեռ որ գնում են, դրանք կազմում են կոնկրետ այս դեպքում 3 հարթ նիստեր, որոնք բոլորը, եթե ուղիղ մեկը մյուսի վերևում են գտնվում, այս վերևի հիմքը ներքևի ուղիղ վերևում է գտնվում, ապա ստացվում է, որ նաև այդ հարթ նիստները ուղղանկյուններ են, ոչ թե թեք են, շեղանկյուններ են կամ զուգահեռանիստներ են, այլ ուղղանկյուններ են։ Այսինքն այս H բարձրությունը հենց ուղղահայաց է այս H հիմքին։ Եվ այս դեպքում ասում ենք, որ նույն տրամաբանությամբ, այդ նույն ուղղանկյուն զուգահեռանիստի կողքին գլանի տեղը կարող ենք դնել այդ պրիզման, ասենք տվյալ դեպքում եռանկյուն պրիզման, եւ նույն դատողությամբ ասել, որ այո, հիմքի մակերես անգամ H կլինի նաև դրա ծավալը։ Բայց այդտեղ առաջացավ խնդիր, թե իսկ ինչ կլինի, եթե մենք ունենանք ոչ թե պրիզմա, այլ բուրգ։ Այսինքն, պատկերացրեք, հիմքում ունենք եռանկյուն, բայց նրա այդ եռանկյան գագաթները ոչ թե իրար զուգահեռ ծնորդներով բարձրացնում ենք, մի այլ հարթության ենք հասցնում, որ ընդեղ էլ ստացվի պրիզմայի մյուս հիմքը, այլ բերում ենք իրար մոտեցնելով, հանգեցնում ենք մի կետում։ Այս ամբողջ պատկերը կանվանենք բուրգ, այդ կետը կանվանենք բուրգի գագաթ, ներքևի եռանկյունը, որի վրա բուրգը հիմնված է, կասենք բուրգի հիմք, հա, եւ կտեսնենք, որ երբ որ մենք հատում ենք բանը, ասենք պատկերացրեք, տարբեր բարձրությունների վրա գագաթի եւ հիմքի միջև, մենք հիմքին զուգահեռ հարթություններ ենք տանում ու հատում ենք, ստանում ենք տարբեր հատույթներ։ Մենք տեսնում ենք, որ այդ բոլորը նույն եռանկյունն են, ինչ որ ներքևինը, բայց ավելի փոքր։ Ասենք հիմքի մոտ անցկացնելուց ստանում ենք մի քիչ փոքր, նրանից ավելի վերև մի քիչ փոքր, ու տենց մինչև վերևի կետը, որտեղ արդեն այդ մակերեսը զրոյանում է, այդ եռանկյունը ոնց որ դառնում է զրոյական։ Եվ հետեւաբար, եթե ես ուզենամ ծավալը հաշվեմ, պատկերացրեք, վարունգը ոնց է բարակ շերտերով կտրատում, չէ՞։ Ըստ էության, ամեն շերտի ծավալը, եթե իրան այտենց գլանական համարենք, ամեն շերտի ծավալը հասար է իր հիմքի մակերես անգամ բարձրություն։ Եվ եթե շատ բարակ ենք անում, ապա այդ ընթացքում իր թեք լինելը, ասենք կողմնային մակերևույթի թեք լինելը չի հասցնում ինչ որ դեր կատարել։ Համարյա նույնն է իր ներքևի, այդ կտրած շերտի ներքևի հատույթի մակերեսը եւ վերևինը։ Հետեւաբար մենք ասում ենք հիմքի մակերես անգամ բարձրություն։ Ու եթե դա անում ենք անverջ բարակ շերտերով, այսինքն մեծ հսկայական քանակությամբ, այնքան շատ, որ գործնականում մեր սխալը արդեն մեզ համար ընդունելիության աստիճանի փոքր է, ապա մենք ստանում ենք, որ ըստ էության պիտի այդ
ձևով գումարենք ծավալները, այսինքն հիմքի մակերես անգամ առաջի այդ բարակ շերտի դելտա H հաստությունը։ Հաջորդը ինչ որ գործակից անգամ հիմքի մակերես անգամ դելտա H, այսինքն ինչ որ մեկից փոքր գործակից, որ նույն SH-ը պետք է լիներ, բայց մի քիչ փոքր։ Նույն երանկյունն է, նման է այն հիմքի երանկյանը, բայց մի քիչ փոքր։ Ինչ որ գործակցով փոքր։ Ուրեմն, ըստեղ գրեցինք K2SH։ K1-ը կարող ենք համարել, որ 1 էր։ Դրա համար հենց SH-ից ենք սկսել։ Ուրեմն հետո K3 անգամ SH անգամ H, հաջորդը K4 անգամ SH անգամ դելտա H եւ տենց գումարելով մինչեւ վերջի շերտը Kn անգամ SH անգամ դելտա H։ Այսինքն n հատ շերտի ենք բաժանել ու այս ձևով մոտավոր գրում ենք բուրգի ծավալը, այդ բոլոր ծավալների գումարը։ Հիմա քանի որ բոլորի մեջ, այս բոլոր գումարների մեջ կա ընդհանուր արտադրիչ, SH անգամ H-ը բոլորի մեջ բոլորում նույնն է, չէ՞։ Այսինքն նրանք կարող ենք որպես ընդհանուր արտադրիչ հանել, մնացածը գումարի ձևով գրել փակցի մեջ։ Մնացածը որն էր 1 գումարած K2 գումարած K3 մինչև Kn։ Այսինքն ստացվում է, որ մենք կարող ենք հիմա այդ K-երի գումարը մի հատ բաժանենք n-ի, այսինքն այդ շերտերի քանակին, մի հատ է բազմապատկենք, դրանից ոչինչ չի փոխվի, չէ՞, իրարից կկրճատվեն։ Բայց բաժանելով K-երի գումարը n-ին մենք փաստորեն ստացանք այդ բոլոր K-երի միջին ինչ որ կա, ինչ որ գործակից, իսկ բազմապատկածը n-ը n հատ դելտա H-ը կստացվի, n հատ n շերտերի հաստությունը, որ ես կտրատել էի մի շերտի հաստությունը։ Եթե ամբողջ բարձրությունը n մասի եմ բաժանել, ապա n հատ դելտա H-ը կստացվի ամբողջ այդ մարմնի բարձրությունը։ Հետևաբար n անգամ դելտա H-ը արդեն դրա փոխարեն գրել ենք պարզապես H, ամբողջ այդ պատկերի բարձրությունը։ Հետևաբար ստացանք հիմքի մակերես անգամ H, անգամ ինչ որ գործակից։ Պիտի ճիշտ հասկանանք այս գործակիցը։ Գործակից ասելով նկատի ունենք, որ դա այդ գործակիցը պայմանավորված չի բուրգի չափերով, ձևով։ Այն ինչ որ այդ կախվածությունը ծավալի բուրգի չափերից ու ձևից արտահայտված է SH-ի եւ H-ի մեջ։ Այդ արդեն կա, բայց ինքը չի կարող լինել 1, որովհետեւ 1 կլիներ, եթե պրիզմա լիներ։ Չէ՞ որ այդ գագաթները իրար մոտեցել են։ Ստացվել է ավելի փոքր ծավալ, քան պրիզման։ Պատկերացրեք, այդ նույն պրիզմայի վերևի հիմքում մի հատ կետ վերցնեինք եւ դեպի այդ գետը համարեինք բուրգի գագաթ ու տանեինք ներքևի 3 գագաթներից երանկյան, տանեինք դեպի վերև, դեպի այդ գագաթը։ Պարզ է, որ մենք կզբաղացնեինք դրանով ավելի քիչ ծավալ, քան պրիզման էր։ Այսինքն կան, եթե գրել ենք SH անգամ H ծավալը, բայց բազմապատկած K-ով, ապա կան պետք է 1-ից փոքր թիվ լինի, բայց ինչքան, ամբողջ հարցը սա է։ Վախենանք խորանալու առաջին հայացքից բարդ թվացող բանի մեջ, թե չէ, ինչի է հավասար կան, եթե ունենք բուրգ։ Հիմա դրա համար վերցնում ենք այսպիսի բուրգ, տեսեք, A1, B-C, որի հիմքը ABC երանկյունն է, բարձրությունը A1-ը, այսինքն այս կողմը, այս բուրգի, նենց է, որ ուղղահայաց է հենց ABC հարթությանը, երանկյանը եւ հետեւաբար ինքը նաեւ բարձրությունն է։ A1 գագաթով երանկյուն բուրգ, որից եթե ուղղահայաց իջեցնեինք հիմքի հարթության վրա, ապա կիջներ հենց այդ հիմքի վրա։ Դրա համար A1-ը անվանեցինք H եւ պիտի փորձենք սրա ծավալը գնահատել, այնպես որ արդեն պարզենք, թե կան ինչի է հավասար։ Ինչ ենք անում։ Այդ բուրգը կարծես բուրգի վրա կառուցում ենք նույն երանկյուն պրիզման, որի բարձրությունը էլի A1 է, վերևի հիմքի մակերեսը նույնն է եւ բանը հիմքը ինքը որպես մարմին նույնն է ինչ որ վերևինը, A1, B1, C1-ը նույն երանկյունն է ինչ որ ABC։ Եվ արդյունքում մենք ստացանք ոչ միայն մեր բուրգը, որը նշել էինք ի սկզբանե, այլև A1, C1, B1 հիմքով եւ C գագաթով եւս մի բուրգ եւ մեկ էլ B, B1, C հիմքով եւ A1 գագաթով եւս մի բուրգ։ Այս 3 բուրգերը փաստորեն կազմեցին մեր կառուցած երանկյուն պրիզման։ Հիմա այս ինչ որ նշեցինք, սա կարելի ասել այդ պրիզմայի մեջ եղած առաջին բուրգն է, որի ծավալը մենք ուզում էինք հաշվեինք։
Հաջորդը իմ նշածը, խնդրեմ, այն մյուս բուրգը, A1 B1 C1 հիմքով եւ C գագաթով, դա արդեն երկրորդ բուրգ։ Երրորդը սա է։ B1 հիմքով, B1 C հիմքով եւ A1 գագաթով երրորդ բուրգը։ Ինչ կարող ենք ասել սրանց մասին։ Կարող ենք ասել, որ մեր որոնելի մեկ բուրգը եւ երկու բուրգը լրիվ իրար իդենտիկ են, նույն բուրգն են, որտեղ ունեն նույն հիմքը, A-B-C-ն եւ A1 B1 C1-ը նույնն են։ Եթե մեկի համար A1-ն է բարձրություն, երկուսի համար C-C1-ն է բարձրություն, իսկ պրիզման գիտեք, եռանկյուն պրիզմա, բայց ուղղայած եք բարձրացրել, կողերը իր այդ բուրգի կողերը A1-ը, B1-ը, C1-ը, բոլորը ուղղահայաց են ABC հարթությանը եւ հետեաբար իրար զուգահեռ եւ հետեաբար A1 C1 նիստը իրենից ներկայացնում է ուղղանկյուն, հետեաբար եւ A1 C անկյունագծով էլ այդ ուղղանկյունը կիսված է երկու հավասար մասերի, հետեաբար փաստորեն այդ A1 C1 C նիստը եւս նույնն է ինչ որ բանին է, ասենք A1 C նիստը։ Այդ դրանք էլ իրար հավասար են։ Մի խոսքով սրանք նույն հիմքերով եւ նույն բարձրություններով C1-ը A1-ին հավասար է, բուրգեր են եւ հետեաբար նրանց ծավալները նույնն են, կա անգամ SH անգամ H, որտեղ SH-ը դա ABC եռանկյան մակերեսն է, H-ն էլ A1-ն է կամ C1-ն է։ Այսինքն երկու դեպքում էլ մենք հաստատ ունենք նույն ծավալը, մեկի եւ երկուսի, մեկ բուրգի եւ երկու բուրգի ծավալները իրար հավասար են։ Հիմա նայենք վերջինը, երրորդ բուրգը։ Մենք հետարքիրն այն է, որ մենք բուրգին այլ տեսանկյունից կարող ենք նայել, որտեղ ինքը բոլոր կողմերից եռանկյուն նիստեր ունի։ Կարող ենք հիմք համարել այս երրորդում ոչ թե B1C-ն այդ բուրգի եւ գագաթ ոչ թե A1-ը, այլ ասենք կարող ենք վերցնել որպես հիմք A-B1-B-ն, այդ բուրգի հիմքը A-B1-B-ն, իսկ C-ն որպես գագաթ։ Ինչով է սա հետարքիր, որ այդ A-B1-B-ն հավասար է A-A1-B-ին, այսինքն այս մեր որոնելի առաջին բուրգի նիստին, դրան հավասար է։ Այսինքն այս մեկ բուրգն էլ կարող ենք համարել, որ իր հիմքը A-A1-B-ն է, իսկ գագաթը C-ն։ Տեսեք, ստացվեց էլի A1 B1 B-ն դա ուղղանկյուն է, A1 B-ով անկյունագծով բաժավել է երկու հավասար մասերի, այդ երկու հավասար մասերը մեկում էլ կարող ենք դիտարկել հիմք, երեքում էլ, եւ C-ն էլ այդ երկուսի համար ընդհանուր գագաթ է, հետեաբար բարձրությունն էլ այդ բուրգերը լրիվ իդենտիկ բուրգեր են եւ բարձրությունն էլ նույնն է։ Այսինքն մենք ստացանք, որ այս երրորդ բուրգը եւս ունի նույն ծավալը, կա անգամ SH անգամ H։ Այսինքն երրորդ բուրգի ծավալը հավասար է առաջին բուրգի ծավալին, երկրորդ բուրգին էլ հավասար է առաջին բուրգի ծավալին, հետեաբար ընդհանուր այս պրիզման, որ նկարեցինք, նա հավասար է 3 հատ մեր որոնելի բուրգի ծավալին։ Ստացվեց, որ այստեղից մենք կարող ենք գրել V բուրգը հավասար է 1/3 V պրիզմա, այսինքն SH անգամ H անգամ 1/3։ Փաստորեն մենք ստեղ տեսնում ենք այն որոնելի կան, որը մեզ համար սկզբից գաղտնիք էր, ինչքան պիտի լինի։ Եթե համեմատում ենք այն վերևում գրած կա անգամ SH H-ի հետ, նույն բանն է, պարզապես կայի տեղը արդեն գրված է 1/3։ Հիմա դիտարկենք նաև կամայական այսպիսի բուրգ, որի հիմքը ոչ թե եռանկյուն է, այլ ինչ-որ բազմանկյուն։ Գագաթից իջեցնենք հիմքին ուղղայած եւ որտեղ որ հատվեց հիմքի հետ տեղից իջեցնենք հատվածներ դեպի հիմքի բազմանկյան գագաթները եւ ստանանք եռանկյուններ։ Ինչ ստացվեց։ Ստացվեց, որ այդ նույն բարձրությամբ տվյալ դեպքում այս նկարում ունենք 6 հատ եռանկյուն բուրգ, նույն բարձրությամբ, բայց եռանկյունները կարող են այդ հիմքի եռանկյունները կարող են տարբեր լինել։ Բայց կարևորը ինչ է, որ ընդհանուր ծավալը այս բանի բուրգի կլինի այդ եռանկյուն բուրգերի ծավալների գումարը։ Ամեն եռանկյուն բուրգի ծավալը կլինի 1/3 իր հիմքի մակերես անգամ այդ նույն բարձրությունը։ Հետեաբար դրանք որ բոլորը գումարենք, այդ բարձրությունը եւ 1/3-ը ընդհանուր արտադրիչ դուրս կգտա։ Փակագծի մեջ կմնա հիմքի եռանկյունների մակերեսների գումարը, որը հենց կլինի այդ հիմքի բազմանկյան մակերեսը։ Հետեաբար նորից ստացվեց 1/3 բուրգի նիստի բուրգի հիմքի մակերես անգամ բարձրություն։ Այսինքն բանաձևը լրիվ նորից մեկ էլ կոն
կարող է այնպես լինել, որ նիստերը ոչ թե հարթ լինեն, այդ կողմնային նիստերը բուրգի, այլ լինեն պես մի գագաթից գնան այնպես, որ ասենք թե հարթությունից կտրեն ինչ որ շրջան կամ էլիպս եւ այլն։ Այս դեպքում ինչ կարող ենք ասել։ Էլի կօգտվենք կավալերի սկզբունքից, կողքից կդնենք բուրգ, եռանկյուն բուրգ, որի գիտենք թե ոնց դրա ծավալը հաշվենք, այնպիսի եռանկյուն բուրգ, որ կոնի հիմքը հավասար կլինի աջ կողմում նկարված բուրգի հիմքի մակերեսին, գագաթները կլինեն նույն բարդության վրա, այդ հիմքերի հարթությունից հաշված, եւ հետեաբար ինչքան էլ բարձրանանք տարբեր բարձությունների վրա այդ հարթությանը զուգահեռ հարթություններով հատենք, էլի ստանալու ենք հիմքից ավելի փոքր, բայց իրար հավասար մակերես, որտեվ այստեղ փոքրանցումը լինում է այն պատճառով, զուտ այն պատճառով, որ մոտենում է կետի, իսկ այդ կետերը գագաթները երկու դեպքում էլ նույն բարձրության վրա են այդ հիմքից։ Հետեաբար նույն տեմպով դրանք փոքրանալու են։ Եթե սկզբում հավասար են, ապա հաջորդ շերտում էլի հավասար կլինեն, որ կտրատել ենք, հաջորդում էլի հավասար, արդյունքում դրանք բոլորը հավասար կլինեն ու կարող ենք ասել, որ կոնի դեպքում էլ նույն բանաձևն է գործելու 1/3 հիմքի մակերես անգամ բարձրություն։ Մենք ասեցինք հարթության վրա շրջանագիծը որպես ամենապարզ պատկեր, ինչի որովհետև դա մի չափ ուներ, մի հատ շարավղով էր նկարագրվում ամբողջ շրջանագիծը, չէ՞։ Ստեղ էլ տարածության մեջ դրա համարժեքը գունդն է։ Այսինքն տարածության մեջ ունենք կետ եւ դրանից ինչ որ հեռավորության վրա դիտարկում ենք բոլոր եղած կետերի բազմությունը այդ տարածության մեջ, այդ դա կազմում է այդ կետերի բազմությունը կազմում է սֆերա գնդոլորտ, իսկ այն ծավալն էլ որ իր մեջ անկած դա էլ հետը դրան անվանում ենք գունդ։ Այդ գնդի ծավալը ինչպես մենք կարող ենք հաշվել։ Այստեղ շատ հետաքրքիր մեթոդ է ասպարեզ գալիս, ընդհանրապես երբ որ առաջին անգամ Արքիմեդն է դա արել, փորձել է գնդի ծավալը հաշվել եւ հաշվել է, ապա դա արել է գրեթե այն ձևով ինչ որ ինտեգրալ հաշվում բարձրագույն մաթեմատիկայում արվում է, բայց քանի որ այդ տեսակ զարգացած չէր մաթեմատիկական սիմվոլիկան, ապա ինքը դա այդ ամեն ինչը նկարագրում էր բառերով, նախադասություններով, հա, էջերի վրա շարադրելով, հերթով, բացատրելով, թե ոնց կստացվի այսինչ բանաձևը, որով կարելի է հաշվել գնդի ծավալը։ Քանի որ գունդն էլ ունի մի բնութագրող թիվ, շարավիղ, ապա պետք է շարավիղի հետ կապված լինի, չէ՞։ Եթե ունենք այսպիսի խորանարդ, հա, որի բոլոր կողմերը քառակուսի են, ահա, հիմա եթե սա R է, ապա գունդը այս չափի շարավիղ ունի, այսինքն երկու կողմն էլ ինքը երկու R տրամագիծ ունի, եւ եթե ես տեղից, այս կենտրոնից նկարեմ գունդ, այստեղից ստեղ այս ամբողջը կլինի R, իսկ գունդը դրանից երկու անգամ ավելի մեծ պետք է լինի, այսպես, ինքը պետք է ավելի մեծ ծավալ ունենա։ Հետեաբար, քան խորանարդի ծավալը։ Այ մի հատ ներգծենք այդ վերցրեցինք գլան, որի բարձրությունը 2R է եւ տրամագիծն էլ 2R է։ Ասենք R ենք վերցրել գնդի շարավիղը, հիմա մենք ասում ենք վերցնենք գլան, որի բարձրությունը 2R է եւ տրամագիծն էլ 2R է։ Հետո նրան ներգծենք կոն, որի երկու կոն իրար հակառակ, հիմքերը հենց գլանի հիմքերն են այդ կոների, իսկ գագաթները գտնվում են գլանի կենտրոնում։ Ահա, եւ վերջապես ներգծենք դրան մեզ հետաքրող R շարավղով գունդը։ Դիտարկենք ստեղ ուղղաձիգ առանցք եւ վերցնենք այդ կենտրոնից Y բարձրության վրա մի կետ, որտեղով այդ առանցքին ուղղահայաց հարթություն պիտի տանենք ու հատենք այդ երեք օբյեկտները՝ եւ գլանը, եւ կոնը, եւ գունդը։ Հիմա տեսեք, այդ որ հատենք այդ կետից մինչև գունդը մենք հեռավորությունը կնշանակենք փոքր R-ով։ Կենտրոնից իհարկե շարավիղը կենտրոնից հաշված գնդի շարավիղը մեծ R-ով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ եթե որևէ բարձրության վրա այս առանցքի որևէ կետով նրան ուղղայած հարթություն անցկացնենք,
եւ հատենք գլանը, ապա գլանի հատույթը կլինի π անգամ r քառակուսի, դա π r քառակուսին դուք գիտեք շրջանի մակերեսն է, որտեղ բոլոր բարձրությունների վրա նույն գլանն է, նույն r շարավղով, ուրեմն կլինի π r քառակուսի։ Հիմա նայենք այս թարթող հատվածներին, տեսնում ենք, որ դրանք երկուսն էլ r են հավասար, եւ կազմում են այդ անկյունագծի հետ եռանկյուն, ուղղանկյուն եռանկյուն, քանի որ այն վերևի r-ը այս ներքևի r-ի հետ ուղղահայաց են, հա? Եվ ուղղանկյուն եռանկյուն, հավասարասրուն, երկու կողմերը իրար հավասար են, r-ն։ Հետեւաբար ներքնաձիգին առընթեր անկյունները դրանք 45 են, երկու հատ 45 90, մի հատ էլ 90 կլինի 140, եռանկյան ներքին անկյունների գումար։ Ուրեմն ունենք 45 աստիճան։ Հիմա վերցնենք այդ նույնը, կառուցենք այդ հարթության մեջ, որով մենք հատում ենք։ Էլի կունենանք իրար հավասար երկու կողմեր, էլի 45 աստիճան կլինի եւ կունենանք այդ երկու կողմերը, այսինքն x-ը եւ y-ը, որոնք իրար հավասար են։ Հիմա տեսնենք, թե կոնից ինչ հատույթ կստացվի։ Կոնը եթե հատենք այդ բարձրության վրա, այդ հատույթը կստացվի շրջան, որի շարավիղը հենց x-ի չափ է։ Հետեւաբար կլինի πx քառակուսի։ Քանի որ x-ն էլ y էր, ապա πy քառակուսի։ Հետո այս գնդից կհատենք այդ բարձրության վրա այդ փոքր r շարավղով շրջան։ Այսինքն կլինի πr քառակուսի։ Բայց չէ որ մեծ r-ը, փոքր r-ը եւ y-ը իրար հետ կապված են որպես ուղղանկյուն եռանկյուն, չէ՞։ Պյութագորասի թեորեմով մենք ունենք ինչ, որ փոքր r քառակուսին կլինի մեծ r քառակուսի հանած y քառակուսի։ Հետեւաբար տեղադրեցինք այդ արտահայտությունը փոքր r քառակուսի փոխարեն։ Հիմա եթե փակցերը բացենք, կլինի πr քառակուսի, որը գլանի հատույթն էր այդ բարձրության վրա, հանած πy քառակուսի, որը կոնի հատույթն էր այդ բարձրության վրա։ Ստացվեց, որ գնդի հատույթը այդ հարթությամբ որ կտրում ենք, հավասար է այդ նույն բարձրության վրա գլանի հատույթից հանած կոնի հատույթը։ Պատկերավոր ասած, ինչպես որ սիրում էր Մնացականյանը դա նկարել, ասում էր, ահա այսպես կտրում ենք, ստեղ ոնց որ նորից կավալերի սկզբունք կիրառի եւ ասի, տեսեք ցանկացած հարթության վրա, տեսեք ստեղ արդեն y-ը որպես այդպեսին կարելի ասել չկա, y-ը ինչ արժեք էլ ունենար, այդ առնչությունը նույն ձևով ստացվելու էր, այս գունդը հավասար է, այս գլան հավասար է, այս կոն, այդ հատույթների մակերեսներն են։ Հետեւաբար ինքը ասում էր, փաստորեն գլանից հանած այդ կոնը հավասար է գնդին, ծավալային իմաստով, այսինքն եթե բոլոր բաներում, չէ, բոլոր շերտերով կտրում ենք, ամեն շերտում ստացվում է այս գնդի մակերեսը հավասար գլանից հանած կոնի հատույթի մակերեսը, ապա մենք կարող ենք ասել, որ ընդհանրապես գումարային ծավալներով որ վերցնենք, գլանի ծավալից հանած այդ կոնի ծավալը հավասար է գնդի ծավալին։ Այսինքն V պետք է լինի V-գլան, ընդհանրապես այդ 2R բարձրությամբ 2R տրամագծով, V-գլան հանած 2 հատ V-կոն, այն որ ներգծել ենք։ Եվ ստեղից արդեն կարող ենք հաշվել շատ պարզ։ V-գունդը իր հերթին հավասար է, փաստորեն V-գլանն ենք տեղադրում, πr քառակուսի անգամ նրա բարձրությունը 2R, հանած 2 հատ կոնը 1/3 π մեծ R քառակուսի անգամ R, այսինքն հիմքի մակերես անգամ բարձրությունը, այս փոքր կոնը, նրա բարձրությունը 2R չի, R-ը, մինչև կենտրոնը։ Հիմա եթե սա պարզեցնենք, մենք կստանանք այսպիսի արտահայտություն 4/3 πr խորանարդ։ Այսինքն մենք տեսանք, որ իրոք R խորանարդին է համատական, բայց 4/3 π-ով բազմապատկած։ Ստացվում է, որ եթե մենք ունենք շարավիղը, կարող ենք ասել գունդը ինչ ծավալ ունի։ Եվ ստեղ ոչ մի ինտեգրալ հաշիվ չկիրառվեց, այդ բարդ մաթեմատիկան չկիրառվեց, կարելի ասել կավալերի սկզբունքով, մատերի վրա, այս ամեն ինչը պատկերացրեցինք, եկանք հանգեցինք գնդի ծավալին։ Ավելի բարդ պատկեր, տորը, պարզվում է սա էլ մատերի վրա կարող ենք հաշվել։ Տորը դա պատկերացրեք կարծես մի հատ փոքր R շարավղով շրջան վերցնես եւ վերտիկալ, ասենք հարթության մեջ, նրա կենտրոնը պատտես հորիզոնական հարթության մեջ, ինչ որ առանցքի շուրջ, մեծ R շարավղով արդեն։ Եվ կկազմվի այդպիսի մակերևույթ, տորոիդալ, այսպես ասած, մակերևույթ եւ նրան ներսնել հետը կլինի տոր տարածական պատկերը։ Հիմա դրա ծավալը
ինչ կլինի։ Այ պատկերացրենք տորը վերևից նայում ենք եւ կենտրոնից տանում ենք այսպես վերտիկալ հարթություններ, կտրատում ենք էլի այսպես, դելտա ֆի անկյունը 2.5-ով ստացանք 2 կտոր։ Ոնց որ տորոիդալ տորթ ունենաք, տենց 2 կտոր կտրեք, հա։ Հիմա պատկերացրեք այդ 2 կտորը հանենք մի կողմ ու ինչ անենք, այն աջ կողմի կտորը պտտենք 180 աստիճան։ Կունենանք այս տեսակ մի բան։ Կստացվի վերևի հաստությունը նույնքան ինչքան ներքևինը։ Արդյունքում մենք դրա ծավալն էլ մակերեսնել կարող ենք ասել։ Նախ իրա ոնց որ փոքր գլանց ստացվեց։ Իհարկե, այդքան ճշգրիտ չէ, բայց ինչքան դելտա ֆին փոքրացնենք, այնքան մոտ կլինի գլանին։ Եվ մենք ստեղ ունենք դելտա ֆի անգամ r, այսինքն անկյուն անգամ շարավիղը դա տալիս է աղիղի երկարությունը, եթե այդ անկյունը ռադիաններով է չափված, մենք ստեղ ունենք այդ գլանի բարձրությունը որպես դելտա ֆի անգամ r, իսկ r-ը տեսնում եք աջ կողմի նկարում դա որն է։ Կենտրոնից մինչև այդ տորի մեջտեղով անցնող շրջանագիծը։ Իսկ ինքի երկարությունը այդ գլանի կլինի 2π փոքր r։ Ստացվում է, որ այդ գլանի հիմքի երկարությունը բազմապատկենք բարձրությունով, ապա կստանանք այդ փոքր գլանի կողմնային մակերևույթը, որը դելտա ֆի-ով է կտրել։ Հիմա պատկերացրեք, եթե մենք դա այդ դելտա S-ից վերցնենք այնքան, որ լրիվ շրջան ստացվի։ Լրիվ շրջանը ռադիաններով դա 2π-ն է։ 2π-ի մեջ քանի հատ դելտա ֆի է պարունակում, այդքան դելտա S պիտի վերցնենք։ Դրա համար դելտա S-ը բազմապատկում ենք 2π բաժանած դելտա ֆի-ով։ Հետո դելտա S-ը դրա մեջ տեղադրում ենք, այն ինչ որ ստացել ենք, 2πr անգամ դելտա ֆի-r անգամ 2π բաժանած դելտա ֆի։ Տեսեք, որ դելտա ֆիները կրճատվեցին, ու մենք ստացանք 4π քառակուսի մեծ r անգամ փոքր r։ Ընդ որում դա կարող ենք այսպես ներկայացնել 2π մեծ r անգամ 2π փոքր r։ Սա նշանակում է, ոնց որ մենք բազմապատկել ենք իրար մի հատ այդ երկար շրջանագծի երկարությունը, այն փոքր շարավղով շրջանագծի երկարության հետ, ու տենց ստացել ենք այդ տորի արտաքին մակերեսը։ Հիմա փորձենք ծավալը նույն ձևով։ Ծավալը այդ գլանի այդ դելտա ֆի-ով կտորը ինչքան կլինի π փոքր r քառակուսի հիմքի մակերես անգամ դելտա ֆի r-ը որպես բարձրություն, հիմք անգամ բարձրություն։ Հիմա նորից անենք այդ դելտա ֆի դելտա v-ից քանի հատ 2π բաժանած դելտա ֆի հատ։ Այդ որ տեղադրում ենք դելտա v-ն դրա մեջ, նորից դելտա ֆի-երը կրճատվում են, ստացվում է 2π քառակուսի մեծ r անգամ փոքր r քառակուսի։ Այսինքն մենք ունեցանք ոնց որ 2π մեծ r անգամ π փոքր r քառակուսի։ Այսինքն ստեղ ոնց որ մենք բազմապատկենք այդ մեծ շրջանը այն փոքրի մակերեսով։ Դա էլ ստացվում է տորի ծավալը։ Այստեղ արդեն գալիս է գնդային սեգմենտ, ավելի բարդ բան։ Այ պատկերացրեք, եթե մենք ունենք երկու գունդ իրար մեջ ներառված։ Փոքր r շարավղով եւ մեծ r շարավղով։ Ու պատկերացրեք, ինչ որ դրա շուրջը մենք ունենք զուգահեռ հարթություններով մեծ գունդը կտրած ինչ որ մի կտոր, այսինքն այս ընդգծված տիրույթը դա ընկած է մեծ գնդի, փոքր գնդի միջև եւ այդ կտրող հարթությունների միջև։ Այդ ծավալը մենք անվանում ենք տվյալ դեպքում Vx։ Ինչու, որովհետև ինչ որ x հեռավորության վրա մենք պիտի հատենք այդ ամբողջ այս տորթը եւ տեսնենք ինչ ենք ստանում։ Սեգմենտը, ասենք կտրել եմ այն աջ կողմի հարթությունով, ինչ մնաց դրանից դուրս, հա, այդ գնդից, մեծ գնդից, դա մենք անվանում ենք սեգմենտ։ Այսինքն շրջանային հիմքով, բայց սֆերիկ մակերևույթով հիմքը կլինի հարթ, իսկ մյուս կողմը կլինի սֆերիկ։ Այդ դա կլինի գնդային սեգմենտ, որի բարձրությունը h ենք նշանակե, ըստ էության դա կլինի հավասար մեծ r-ից հանած փոքր r-ը, այդ h-ը։ Հիմա պատկերացրեք, կապույտ առանցքի վրա x հեռավորության վրա կենտրոնից հարթություն տարանք, հատեցինք։ Ինչ ստացվեց Vx-ի հատույթները, կարմիրով նշեցի։ Vx ծավալի հատույթը եղավ օղակաձև մի բան, այսինքն օղակ, որը գտնվում է փոքր գնդի եւ մեծ գնդի միջև։ Ինչ կարող ենք ասել դրա մասին։ Մենք կարող ենք ասել, որ այդ օղակի մակերեսը հավասար է մի հատ π անգամ AC քառակուսի, հա, որտեղ արտաքին այդ օղակի արտաքին շրջանագիծը
կունենա AC շարավիղ։ Հանած պի անգամ AB քառակուսի, ուղղակի ներքին շարավիղը։ Բայց AC քառակուսին ըստ էության դա մեծ R քառակուսուց հանած X քառակուսին է Պյութագորասով։ Ներքնաձիգի քառակուսուց հանած էջը X քառակուսին։ Դա AC քառակուսին կլինի։ Իսկ AB քառակուսին կլինի փոքր R քառակուսի հանած X քառակուսի։ Այդ դրանք տեղադրել ենք ու տեսնում ենք ինչ հետարքիր բան եղավ, x-ը կրճատվեց, x-ը ոչնչացավ։ Այսինքն ինչ ստացվեց։ Ստացվեց, որ այդ օղակի մակերեսը կախված չի թե որ x կետում մենք հատույթը արեցինք։ Մի քիչ այս կողմ, մի քիչ այս կողմ, կենտրոնով անցնող, դրանից ձախ, միևնույն է նույն մակերեսն է ստացվելու։ Եվ դա հաստատուն է։ Եվ ըստ դրա մենք կարող ենք ասել նորից կավալերի սկզբունքով։ Հետո ինչ որ դա տենց դասավորված է տարբեր ձևի օղակներով եւ այլն, բայց ամեն հատույթում նույն մակերեսն է։ Հետեւաբար մենք կարող ենք ասել այդ Vx-ի ծավալը հավասար է Sx անգամ այդ շերտերի գումարային բարձրությունը, որը երկու հատ փոքր r-ն է, այն փոքր գնդի տրամագծի չափ։ Այդ դա եղավ այդ Vx տիրույթի ծավալը։ Փոքր r-ն էլ կարող ենք Sx-ն էլ որտեղ տեղադրենք, πr քառակուսի, ուրեմն կստանանք այսպես արտահայտություն։ 2π փոքր r բազապատկած մեծ R քառակուսի հանած փոքր R քառակուսի։ Այսա եղավ Vx ծավալը։ Հիմա նայենք ընդհանրապես այդ մեծ գունդը ինչ ծավալ ունի։ Նա բաղկացած է երկու հատ սեգմենտից, աջ եւ ձախ կողմերում կանաչով նշված, դրանց ծավալները, գումարած մի հատ այդ Vx-ը, որ նոր հաշվեցինք ինչքան է, եւ փոքր գնդի ծավալը։ Այս երեքի գումարը պետք է լինի ընդհանուր մեծ գնդի ծավալը։ Որտեղից կարող ենք ասել, որ V սեգմենտը հավասար է 1/2 մեծ գնդի ծավալ հանած Vx հանած փոքր գնդի ծավալ։ Այստեղ արդեն մենք բոլոր բաղադրիչները ունենք։ Մեծ գնդի ծավալը գիտենք 4/3 π մեծ R խորանարդ։ Vx-ը հաշվել ենք, տեղադրում ենք։ Փոքր գնդինն էլ 4/3 π փոքր R խորանարդ։ Արդյունքում մենք սա պարզեցնում ենք եւ ստանում ենք այսպիսի արտահայտություն, որտեղ h-ը հենց մեծ R մինուս փոքր r-ն է, ստացվում է ph քառակուսի անգամ մեծ R-ից հանած h-երորդ։ Այստեղ մենք ստացանք սեգմենտի ծավալը։ Էլի ոչ մի բարձրագույն մաթեմատիկա։ Իսկ եթե ուզում ենք գնդային շերտի ծավալ հաշվենք, ուրեմն պետք է վերցնենք մի հատ բան, մեծ սֆերա, մեծ սեգմենտ եւ փոքր սեգմենտ։ Այսինքն նույն ուղղության վրա երկու հատ սեգմենտ։ Պատկերացրեք մի դեպքում հիմքը լինի AC շարավղով, այդ x-ով հենց անցած հատույթը, սեգմենտ մինչև գնդի եզրը եւ մյուսը h բարձրությամբ կանաչը։ Այսինքն երկու բարձրություններով սեգմենտներ h1 եւ h2 եւ պարզ է որ նրանց արանքը, նրանց տարբերությունը պետք է տա դրանց արանքը եղած գնդային շերտը։ Այսինքն երկու հարթությունով կտրել ես ձմերուկից ինչա մնացել։ Այդ դա կլինի այդ երկու սեգմենտների ծավալների տարբերությունը։ Այսինքն ըստեղ էլ եթե ունենք սեգմենտի ծավալի բանաձև, ուրեմն գնդային շերտն էլ կարող ենք ասել։ Ահա։ Հիմա մնաց գնդային սեկտորը։ Կենտրոնից մենք գնում ենք դեպի սեգմենտի հիմքը։ Դա պլյուս սեգմենտը հենց հանդիսանում է գնդային սեկտորը։ Եվ այդպես էլ գրում ենք, որ գնդային սեկտորը դա V սեգմենտն է գումարած V կոն։ Իսկ V կոնը գիտենք ինչ էր։ Գնդային սեգմենտի բանաձևը արդեն գրել ենք, գումարած 1/3 π շարավիղը այդ բանի այս հատույթ այդ որ թարթում է, չէ, կարմիրից կանաչ, այդ շարավղի քառակուսին, πr քառակուսի, π չգիտեմ ինչ z քառակուսի անվանենք։ Դա ըստ Պյութագորասի նորից մեծ r քառակուսի հանած փոքր r քառակուսին է։ Այդ ձևով ստացանք այդ կոնի հիմքի մակերեսը անգամ բարձրությունը, որը փոքր r-ն է։ Նորից էլի ունեցանք արդեն գնդային սեկտորի ծավալ։ Էլի բոլոր տվյալները հայտնի են։ Այստեղ եկանք մի շատ կարևոր բանի, որը հենց Մնացականյանն է իր ժառանգությունը թողած մաթեմատիկայում, մի շատ հետաքրքիր թեորեմ, որի մասին շատ քչերը գիտեն, նույնիսկ հաճախ մաթեմատիկոսները չգիտեն, որ կոչվում է սրբող շոշափողի մասին թեորեմ։ Սրբող շոշափող, սա ինչ բան է։ Մնացականը դիտարկում էր այսպիսի բան։ Պատկերացնեք, ունենք ինչ որ կոր, տվյալ դեպքում ասենք շրջանակից, եւ ինչ որ A հատված, A երկարությամբ հատված, որը շոշափում է կորին, տվյալ դեպքում շրջանակցին։
Եվ մենք սահեցնելով, պահելով իրեն շոշափող վիճակում, սահեցնում ենք այդ հարթության վրա այդ շոշափողը։ Պատկերացրեք, սահեցրեցի ու ինքը այդ ընթացքում ոնց որ այդ հարթությունից, որի վրա շրջանագիծն էր, ինչ որ մակերես սրբեց, հա, այդ ահատվածը ինչ որ մակերես սրբեց, պատկերացրեք փոշի էր նստած, եկավ սրբեց։ Այդ մակերեսը ինչի է հավասար։ Իր թեորեմը ասում է, որ դա նույնքան է, ինչքան եթե այդ նույն հատվածը մի կետը ֆիքսենք, մյուս կետը պտտենք այդ կետի շուրջը եւ պտտենք այնքան, ինչքան այս շոշափողը պտտվեց։ Ասենք այս դեպքում 90 աշճան պտտեցինք, տեղափոխում ենք այն կողմը, էլի նույնը ինքը հենց իր եզրակետի շուրջը պտտում ենք 90 աշճանով։ Բայց չէ որ տեսնում եք, որ դա երբ որ շոշափողով տարանք, այդ սրբած մակերեսը բավական բարդ պատկեր ստացվեց։ Իրականում դա պի ա քառակուսու 1/4-ն էր, որտեղ 90 աշճան պտտեցինք։ Շատ པարզ մատերի վրա ստացվեց, թե ինչքան կլինի այդ մակերեսը։ Խնդիրը նա էր, որ այդ թեորեմը, որ ինքը սահմանեց, պետք էր ապացուցել, որ ինքը կարողացավ ապացուցել, որ այդպես պիտի լինի։ Հիմա մենք փորձենք դա զգալ, ինչու պիտի այդպես լինի, ինչու պիտի կախված չլինի, թե ինչքան ինքը տեղաշարժվեց այդ շրջանագծով։ Դրանից կախված չի, այլ միայն նրանից, թե ինքը ինչքան պտտվեց։ Վերցնենք քառակուսի։ Այդ պրոցեդուրան սրբող շոշափողի անենք քառակուսու վրա։ Վերցնենք մի կողմի վրա այդ ա հատվածը եւ շոշափող վիճակով գնանք։ Ահա, պտտեց, շարունակեցինք, էլի պտտեց, ինքը ձգտում է մնալ շոշափող։ Պտտեց եւ եկանք ստեղ նորից պտտեց։ Ինչ եղավ 4 հատ 1/4 շրջան իր սրբացը։ Եթե մենք ունենք քառակուսի, ոչ թե շրջանագիծ, չէ՞։ Իրոք ստացվեց, որ քանի դեռ ինքը այդ քառակուսու կողմով էր գնում, ինքը ոչ մի բան էլ չէր սրբում, որտեղ հենց այդ կողմին զուգահեռ էր գնում, ոչինչ չէր սրբում։ Հենց որ դուրս եկավ այդ սահմաններից, նոր սրբեց։ Ու արդյունքում ստացվեց, որ իրոք այդ պարագծից, որով որ ինքը գնաց, դրա երկարությունից կախված չէր, այլ ինչքան պտտվեց, դրանից էր միայն կախված։ Ահա։ Հիմա փաստորեն մենք ստացանք այդ մակերեսը եւ ինքը ընդհանրացրեց դա, ասեց, ընդհանրապես ընդհանուր դեպքում ապացուցեց, որ ինչ կոր ուզում է լինի, այդ ձևով որ տանենք, մեզ կարևոր է իմանալ սկզբնական եւ վերջնական վիճակում իրար համեմատ ինչքան են պտտվել։ Եվ այդ սեկտորի մակերեսը կլինի հենց այդ սրբած մակերեսը։ Եվ հետարքիր օրինակ էր բերում, ասում էր պատկերացրեք հեծանիվ ես քշում, հա, ու դիտարկում ես այդ երկու անիվների առանցները միացնող հատվածը։ Դու քշում ես, այնտեղ բարդ ինչ որ ակներն էլ եթե թրջված են գետնի վրա, բարդ ինչ որ հետագծեր են նկարում, բայց դու գիտես ինչ մակերես է արդյունքում ստացվում, եթե որովհետև այնպես է, որ այդ հետևի ակի անիվի հետագծին մի շոշափող է ստացվում, նա հետևում է առաջինին, հետեւաբար նա մի ստացվում է շոշափող այդ հետագծին եւ հետեւաբար նրա սրբած մակերեսը ըստ այս թեորեմի պիտի լինի կախված զուտ սկզբնական եւ վերջնական դիրքերի կազմած անկյունից։ Ահա։ Եվ ասում էր, խնդրեմ, ինչ կորուզում է լինի, դուք կարող եք այս սեկտորները, որ ինքը հերթով սրբում է, բերել հավաքել մի գագաթի վրա ու ընդհանուր մակերեսը նայել։ Նույնիսկ եթե այդ ընթացքում այդ անփոխվում է, ուրեմն փոփոխական այդտենց բաներ մակերեսներ կլինեն, բայց գուբարայինը էլի կլինի ոնց որ մի կետի շուրջ պտտած։ Շատ հետարքիր ձևով ինքը բավական բարդ մակերես հաշվեց, այսպես կոչված ցիկլոիդի մակերեսը։ Ցիկլոիդը դա այն մակերեսն է, երբ որ անիվը պտտում ենք, ասենք անիվը գետնին կանգնած է, այդ կետը որտեղ ինքը հենված է գետնին նշում ենք ինչ որ կարմիր ներկով ու հետևում ենք այդ կարմիր կետը, երբ որ անիվը գլորեցինք, տարածության մեջ ոնց շարժվեց, այդ վերտիկալ հարթության մեջ ոնց տեղափոխվեց, եւ դա ստացվում է այսպիսի կամարաձև կրկնվող պատկեր։ Այս մի կամարի մակերեսը ինչի է հավասար։ Հիմա եթե ուզենանք դա նույնիսկ բարձրագույն մաթեմատիկայի մեթոդներով անել, հա, շատ դժվար կլինի հաշվելը,
անհնար չի լինի, բայց դժվար կլինի։ Իսկ այս սրբող շոշափողների թեորեմով դա հաջողվում է։ Պատկերացրեք ինքը ինչպես էր դա ապացուցում։ Ցույց էր տալիս մի ինչ-որ ընթացիկ դիրք այդ անիվի, նրա վրայի ուրեմն այդ հենման կետը եւ հենման կետից տանում էր լար դեպի այն կետը, որտեղ հատվում է ցիկլոիդի հետ։ Եվ այդ պահին հենց անիվի այդ կետն է, որ ցիկլոիդի այդ փոքր հատվածը պիտի գծի։ Եվ պարզ է, որ շոշափողի համեմատ դա կազմում է 90 աստիճան, ինչու, որովհետև դա ցիկլոիդի շոշափողն է իհարկե, շրջանի շոշափողը չի։ Ահա, տեսեք, այս կարմիր եռանկյունը ինչպես է ստացվում։ Ստացվում է, որ ցիկլոիդին շոշափողը, ընդհանրապես այս կետից ցիկլոիդի տարված շոշափողը հենց գնում է դեպի այս հենման կետի վերևը գտնվող կետին, այսինքն ինքը, այո, այդ բանը, այդ ինչ որ վերտիկալ նկարված հատվածը դա տրամագիծն է, իսկ շոշափողը ցիկլոիդի գնում է դեպի հենց այդ կետը, այսինքն ստացվում է, որ մենք ունենք ուղղանկյուն եռանկյուն, որովհետև տրամագծի վրա հենվում է ներգծված անկյունը, եթե դա 90 աստիճան է։ Սրանով ուղղակի ցույց տվեցինք, որ այդ հարցը, որ ձեր մոտ առաջանա, իսկ ինչու է շոշափողը գնում դեպի այդ կետը, որովհետև ամեն պահին անիվը պտտվում է այս հենման կետի շուրջը, սա է կարևորը։ Պտտվում է դրա շուրջը։ Հետեաբար հատվածը ինչ ուղղությամբ որ ինքը գնում է, նա ուղղահայաց է այս ներքևի կարմիր էջին, չէ՞ որ այս ներքևի կետի շուրջն է նա պտտվում, եւ նրա նկարած աղեղը պիտի լինի ուղղահայաց հենց այդ ներքևի կետից դուրս եկող կարմիր էջին։ Այ դրան պետք է ուղղահայաց լինի։ Եվ հետեաբար հենց ստացվում է աղեղը եւ նա ուղղահայաց է պտտման այդ շարավղին, այդ պահին եղած պտտման շարավղին։ Հետեաբար իրոք գծին ուղղահայաց գիծը հենց շոշափողն է, որը գնում է դեպի այդ տրամագծի վերևի կետը, անիվի վերևի կետը։ Ու ստացվում է, որ ամեն պահին ինչ որ տենց բարակ եռանկյունաձև ինչ որ սեկտոր է նկարվում, սրբվում, որը լցնում է մակերեսը մինչև այդ անիվի վերևի կետը 2R բարձրության վրա գետնից։ Ու ստացվում է, որ այս ուղղանկյունը, որը արտագծված է ցիկլոիդին, հենց այդ ուղղանկյունով է սահմանափակված այդ սրբվող մակերեսները վերևից։ Եվ բոլորը շոշափող են։ Ընդ որում տեսնում եք այդ վերևի կարմիր էջը, այդ սրբված կտորը, նա լար է հանդիսանում այդ անիվի համար, գտնվում է այդ անիվի ներսում։ Հետեաբար այդ բոլոր կտորները, որ կտրտենք, բերենք, դնենք անիվի մեջ, դրանք կլցնեն անիվի մակերեսը։ Ու ստացվում է, որ ցիկլոիդի մակերեսը, այդ կոնկրետ այդ բանը, սեկտորը եւ այս կողմը, մանուշակագույն, դրանք համապատասխանում են իրար։ Հաջորդ պահին մյուս շերտը կլինի, հաջորդ պահին մյուսը, եւ այդպես դրանք իրականում կլցնեն այդ շրջանի մակերեսը։ Արդյունքում մենք կունենանք, որ արտագծված ուղղանկյունը ունի 2R բարձրություն, 2πr երկարություն, որտեղ անիվը պետք է 1 պտույտ կատարի, հա։ Մյուս կողմից դա ուղղանկյան մակերեսն է, 2πr անգամ 2R, մյուս կողմից այդ սրբած մակերեսները πr քառակուսի են, որովհետև լցրել են ամբողջ այդ շրջանը, որի շարավիղը R էր, փոքր R էր։ Հետեաբար ուղղանկյունից հանած այդ πr քառակուսին պետք է ստացվի ցիկլոիդի տակ ընկած մակերեսը։ Խնդրեմ։ Եվ ստացվեց 3πr քառակուսի։ Այսինքն այս ձևով, այդ սրբող շոշափողների թեորեմով ինքը ապացուցեց բավական բարդ բան, թե այդ ցիկլոիդի մակերեսը ինչ է իրենից ներկայացնում։ Ավելի բարդ բան, պատկերացրեք, երեխան թելով կապել է խաղալիք, գետնի վրա քաշ է տալիս եւ այդ խաղալիքը անդադ իր շարժման հետագծին այնպես է շարժվում, որ այդ թելը մնում է իր շարժման հետագծին շոշափող։ Այ տեսեք, այ երեխան քաշում է, գնում է այս X առանցքով, սկզբում Y առանցքով էր, երեխան գտնվում էր այս ներքևի կետում, խաղալիքն էլ այդ վերտիկալ առանցքի վրա։ Հետո սկսում է տեղափոխվել ու անընդհատ այդ թելը մնում է այդ խաղալիքի հետագծին շոշափող։ Ու եթե գնա շատ հեռու լցնի այս ամբողջ մակերեսը, այնպես որ թելը
սկզբնական դիրքին դառնա արդեն ուղղայած, վերտիկալ էր դարավ բան, դարավ հորիզոնական, ապա ինչ կստացվի։ Կստացվի, որ 90 աստիճան այդ թելի երկարությունը պատտեցինք, այսինքն π a քառակուսի 4-րդ նորից դրա ընդհանուր շրջանի մակերեսի քառորդը, ահա, որը եթե մենք բարձրագույն մաթեմատիկայով փորձեինք դա հաշվել, բավական բարդ կլիներ։ Հիմա շրջանի մակերեսը, սա կարելի էր ավելի շուտ էլ ասել, որտեղ մենք օգտագործեցինք դա Պիեր քառակուսին, բայց ընդհանրապես դա ոնց է ստացվում։ Ստեղ էլ շատ հետարքիր ձևեր կան, ասենք անիմացիաներով ցույց է տալիս, եթե սկսենք կտրտել իրար մեջ տեղավորվել, հետո նույն ձևի կտրտենք ավելի շատ կտորների բաժանենք, սենց իրար մեջ տեղավորենք, ապա ի վերջո շատ մանր կտրտելով այդ շրջանի մակերեսը փոխարինում ենք ինչով, փոխարինում ենք բանով, ուղղանկյան մակերեսով, որը փաստորեն տեսեք կիսվում է, այսինքն երկարությամբ ինքը ամբողջ շրջանի կեսն է, ոչ թե 2 πr, այլ πr, իսկ բարձրությամբ հենց r-ի չափ է, այսինքն πr անգամ r, πr քառակուսի։ Բայց կարելի է նաև ուրիշ կերպ բան անել, պատկերացրեք, կարող եմ դա էլ ուրեմն ցույց տալ, պատկերացրեք, եթե մենք ստեղ ունենք այդ նույն շրջանը, բայց մենք պարզապես կտրտում ենք, այս շրջանը ունենք, պարզապես այտենց եռանկյունների կտրտում ենք և ստեղից սենց ոնց որ բացում ենք, ոնց որ ապելսինը կտրենք ու բացենք, չէ, դա բերենք մի հարթ, մի գծի, այսենց բերենք, այսենց, ու ստեղ ունենանք եռանկյուններ, հա, բացել ենք, ինչ կստացվի, այս բոլորի հիմքերի գումարային երկարությունը 2 πr-ն է, ճիշտ է, այս ամբողջը, մեկ պտույտը, որը մի շրջաններ կտրել բացել ենք, սրանք էլ եռանկյուններ են, որոնց բարձրությունը ինչքան է, հենց շարավղի չափ, այսինքն ինչ պետք է անենք, հիմք անգամ բարձրություն, երկրորդ, չէ, բանի եռանկյան մակերեսը, պետք է գրենք հիմք դելտա ինչ որ h, ասենք թե, անգամ r բաժանած 2-ի, բայց այդպես ինչքան ունենք, այդ բոլորն էլ r կեսով պետք է բազմապատկեն, իսկ բոլոր դելտա հեշերը միասին կլներ 2 πr, այսինքն եթե գրենք 2 πr երկրորդ անգամ այս r-ը, ապա ինչ կլինի, էլի կստացվի πr քառակուսի, այսինքն դա էլ բարդ չի, հիմա ինչ վերաբերվում է, այդ տեսեք ուրիշ կերպ է անում, վերցնում է շրջան, բաժանում է տարբեր շարավղիներով թելերի, սենց բացում է այս ամբողջը, կտրում է, էլ կես, շուռ է տալիս ու բերում տեղավորում իրար վրա, նորից ստանում է ուղղանկյուն, ստացվում է ընդհանուր երկարության կես անգամ r-ը, նորից նույն դատողությունը, լավ, հիմա հետարքիր է, թե սրբող շրջափողների թեորեմով ոնց կստացվի շրջանագծի մակերեսը, պիտի որ նույնը ստանանք, չէ, բայց արդյոք դա թույլ կտա, անկախ այս մեթոդներից, որ ասեցի, այդ ձևով ստանալ, խնդրեմ, մենք վերցնում ենք երկու շրջան, R1 և R2 շարավիղներով և դրանց արանքը օղակ S1-2 մակերեսով, ինչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ շրջանի մակերեսը կախված է զուտ իր շարավղից, միակ բնութագիրն է, չէ, շարավիղը, ինչ որ ֆունկցիա է շարավղից, և պետք է ինչ որ գործակից լինի, չգիտենք, ֆունկցիան ինչ է և գործակից ինչ է, բայց գրել ենք, կա անգամ f r1, S2-ը նորից կա անգամ f r2 արդեն, S1-2-ը ինչ կլինի, կլինի դրանց տարբերությունը, օղակը, կա անգամ f r2 հանած f r1, հա, հիմա դե պատկերացրեք, ըստ այս թեորեմի R3-ը, որը R1-ի R2-ի հետ կազմում է ուղղանկյուն եռանկյուն, նա շոշափող է R1 շարավղով շրջանագծին, և եթե մենք պտտենք այդ R3-ը մեկ շրջան, շոշափող պահելով,
նա կսրբի հենց օղակի մակերեսը։ Այս 1-2-ը փաստորեն կլինի ինչ, կլինի R3-ով շրջանի մակերեսը, այդ շոշափողի թեորեմով կստացվի, որ այդ օղակի մակերեսը հավասար է R3-ով շարավիղը պտտենք 1 լրիվ պտույտ։ Այսինքն կա անգամ FR3 այս դեպքում։ Եթե ես գրեմ, որ կա անգամ FR3-ը հավասար է կա անգամ FR2 հանած FR1, կայրը կկրճատվեն, կստացվի, որ FR3-ը պետք է լինի FR2 հանած FR1։ Բայց Պյութագորասից մեկ ակնհայտ տեսնում ենք, չէ՞, որ դրանց միջև իրոք կապ կա, R3-ի քառակուսին հավասար է R2 քառակուսի հանած R1 քառակուսի։ Համեմատելով այդ վերև ներքև գրածները, մենք հասկանում ենք, որ այդ ֆունկցիան հենց քառակուսին է, շարավղի քառակուսի պիտի լինի։ Թեկուզ մետր չափողականության լոգիկայով նույնպես կարող եք ասել, որ դա պիտի քառակուսի լինի, խնդրեմ, եւ մնում է կան, այսինքն մենք իմացանք, որ FR-ը դա R քառակուսի է, մնում է, որ ասենք, թե ինչի հավասար կլինի կան։ Այստեղ էլ մեզ օգնության է գալիս ինչը, եթե շատ բարակ անենք օղակը, այսինքն R1-ը մեծացնենք, ձգտեցնենք R2-ի, ստացվի բարակ թել։ Այդ դեպքում ինչ կստացվի մակերեսը իրա, կստացվի ոնց որ այդ թելի երկարությունը անգամ իր հաստությունը, չէ՞։ Այսինքն 2π անգամ թելի երկարությունը, այսինքն R1 R2-ի միջինը, որ համարյա նույնն են արդեն ենքան ենք R1-ը մեծացրել, անգամ R2 հանած R1-ը այդ թելի հաստությունը։ Այս որ պարզեցնենք, մենք կտեսնենք ստանում ենք π R2 քառակուսի հանած R1 քառակուսի։ Փաստորեն մենք ինչ ստացանք, որ կան պետքա լիներ π եւ շրջանի մակերեսը հավասար է πr քառակուսի։ Հիմա այս բոլորից հետո Մնացականյանը անցավ նույնիսկ ծավալային դատողությունների, այսինքն սրբող շոշափողների թեորեմը կիրառեց արդեն ծավալներ ստանալու համար։ Ինքը ասեց, եթե ունեմ ինչ-որ մի պատկեր, որը մի ուրիշ մակերևույթի շոշափող է հանդիսանում, եւ այդ շոշափող վիճակով էլ այդ մակերևույթին շուրջը պտտեմ, ապա տարածությունից նրա սրբած ծավալը հավասար կլինի, եթե այդ նույն պատկերը պարզապես պտտեի իր առանցքի շուրջը։ Այ պատկերացրեք, A պատկերի աջ կողմը, տեսեք ինչ է։ Ասենք վերցրել ենք մի հատ ուղղանկյուն, ինչ որ կոր մակերևույթին շոշափող դրել ենք ու սկսել ենք շոշափող վիճակով սահեցնել։ Ինչ կլինի ընդգծած ծավալը։ Կլինի այդ բոլորը հավաքենք մի առանցքի շուրջ ու պտտենք փաստորեն այնքան, ինչքան որ պտտվել է շոշափողով սահեցնելուց։ Հետեաբար այդ նույն ծավալը կլինի։ Եվ այտենց որում պարտադիր չէ այդ շոշափող պատկերը լինի, ասենք ուղղանկյուն։ Դա կարող է լինել, տեսեք, 1/4 շրջան, այս B պատկերում 1/4 շրջան է։ Դա ենք սահեցնում, այդ ծավալն ենք ստանում եւ այլն։ Այսինքն այս նույն մեթոդիկան աշխատելու է նաեւ ստեղ։ Հիմա օրինակ, ինչի հավասար կլինի ծակած գնդի ծավալը։ Պատկերացրեք, ունենք գունդ, ու սենց գլանական ծակել ենք տրամագծային մեջտեղով, հա, ծակել ենք իրան։ Այն մնացածը ինչ ծավալ կունենա։ Հիմա պատկերացրեք, եթե բռնենք շոշափող այդ գլանին, այդ ծակին, հատենք ինչ որ հարթությամբ այդ գունդը, ապա ինչ կստացվի, սեգմենտ, ճիշտ է, որի հիմքը շրջանագիծ է։ Ճիշտ է, իր շարավղի այդ գնդի շարավղի չափ չի, ավելի քիչ է, բայց շրջանագիծ է։ Հիմա, եթե դա շոշափող պտտենք, ապա կստացվի ավելի փոքր գնդի ծավալ, հա, այսինքն բավական է մենք իմանանք, թե այդ հատելուց ինչ շարավիղ ստացվեց, ավելի փոքր քան մեծ գնդինն է։ Այդ շարավղով ծավալը կհաշվենք գնդի ու կիմանանք, թե այդ մնացած ինչքան է։ Կամ հետարքիր հատկություն, պատկերացրեք ծակել ենք կոնը, ստացվել է այսպիսի մի պատկեր։ Հիմա դրա ծավալը ինչքան է, էլի կարող ենք ոնց որ ասեց գլանի ծավալը հանել կոնից եւ այլն։ Բայց մենք գիտենք, որ երբ որ առանցքին զուգահեռ կոնի հատում ենք հարթությամբ կոնը, ապա այդ հատույթը ստացվում է պարաբոլական։ Եվ ստացվում է, որ այս ավելի մուգ նշվածը կիսապարաբոլը, որը շոշափում է այդ գլանական ծակին, այդ շոշափողով, որ պտտեք մի շրջան, կստացվի հենց այդ կոնը, ծակած կոնի
ծավալը։ Այսինքն կստացվի պարաբոլի ծավալ։ Այստեղ կարևոր չի, որ այն ցակած կոնը մենք հեշտ կհաշվենք։ Այստեղ կարևորը այն է, որ այս պարաբոլի ծավալը մենք դժվար կհաշվենք առանց բարձրագույն մաթեմատիկայի։ Բայց պարզվում է, որ դա մենք կարող ենք արտահայտել կոնի եւ գլանի բանաձևերով։ Այսինքն հակառակը նայենք, ասենք որ այս պարաբոլական ծավալը հավասար է կոնի ծավալից հանած գլանական ծակի ծավալը։ Ավելի հեշտ հաշվելու համար։ Մնացականն այսպիսի պատկեր էր նկարում, ասում էր պատկերացրեք, եթե վերցնենք այսպիսի շոշափող, վերևը եռանկյուն, ներքևը եռանկյուն, բայց տարբեր կողմեր ուղված, հա, եւ պտտենք, ապա այդ պտտած ծավալը կլինի կոն, մեջտեղի ծավալը կլինի այն գլանը, որին շոշափում ենք։ Դրանց ծավալների գումարը կլինի այս ցախ կողմի բարդ պատկերի ծավալը։ Այսի ծավալների հետ մենք գործ ենք ունենում, երբ որ կառուցում են ուղիղ ձողերով, բայց իրար նկատմամբ թեք շարված կառուցում են աշտարակներ, որ կարծես կլոր շրջաններով հիմքեր ունեն, բայց մեջտեղը ավելի նեղ գոտի ունեն, ռադիո աշտարակներ եւ այլն, որը բավական կոշտություն է տալիս աշտարակին։ Այդ ձևի ծավալները կարելի է ասած հաշվել։ Եվ վերջապես սրբող շոշափողի մասին ընդհանրացված թեորեմը, ինքը ընդհանրացրեց, ասեց իմիջայլոց, եթե շոշափող եմ տանում, ինքը այդ ճանապարհը, որ անցնում է շոշափելուց ոչ մի նշանակություն չունի, պտույտն է դեր կատարում, բայց եթե լինի նաև հատված, որը շոշափող չի, նա էլ իր ներդրումը կունենա մակերեսի կամ ծավալի մեջ։ Այդ տեսեք, այս ներքևի կորը եւ մենք ինչ ենք արել։ Մենք վերցրել ենք մի հատ հատված, որը ոչ թե շոշափող է, այլ ուղղահայաց է կորին։ Ու ինքը ասում է ընդհանրացված թեորեմը, որ եթե ես պտտեցի, ասենք մի 30 աշճանով, սահեցնելով այդ կորով նենց որ ինքը մնա կորին ուղղայաց, ապա գծած մակերեսը հավասար կլինի այնքան ինչքան կսրբեր, եթե ուղիղ գծով տենց տեղափոխեի այդ նույն երկարությունը, պլյուս այնքան ինչքան տենց պտտելուց ինքը կսրբեր առանց տեղափոխվելու։ Այդ երկու մակերեսների գումարին հավասար կլինի։ Այսենց ստացվեց, որ կարելի է նաև ընդհանրացված թեորեմ կիրառել եւ օրինակի համար այդ ձևով կարելի է վերցնել տորը, օրինակ պատկերացրեք, ես վերցրել եմ տիեզերական սարք, որը ունի տորոիդալ վառելիքի բակ։ Հիմա ինձ պետք է այդ տորոիդի կեսը լցնել օքսիդիչով, կեսը վառելանյութով։ Այն կեսը, որ նկարել եմ մանուշակագույն գույնով։ Հիմա այդ կեսի ծավալը ինչքան կլինի։ Այս մյուս կեսը, որ ավելի փոքր շարավիղների մեջ է, նրա ծավալը հաստատ ավելի փոքր կլինի, քան այդ արտաքին կեսը։ Բայց ինչքան, ո՞նց հաշվեմ։ Այս թեորեմով շատ հանգիստ ստացվում է, տեսեք։ Ստացվում է, որ դրա, եթե դա այտենց ուղղահայաց պահելով են կարմիր շրջագծին, պտտեմ մեկ շրջան, ապա իր ընդգծած ծավալը, սրբած ծավալը հավասար կլինի այն ծավալին, որ ինքը կսրբեր պարզապես պտտվելով մեկ շրջան, այդ կիսաշրջանը, այդ մանուշակագույն, եւ մեկ էլ այս ամբողջ կարմիր շրջագծի երկարությամբ պարզապես ինք իրան զուգահեռ տեղափոխվեր։ Այդ երկու ծավալների գումարը կլինի, որը երկուսն էլ մենք կարող ենք հաշվել։ Շատ պարզ, բավական բարդ ծավալ հնարավոր կլինի այդ ձևով հաշվել եւ ասել, հատուկ օրինակը բերեցի, որ տեսնեք, որ ռեալ կիրառություն ունի, էլի, ասենք լուսին կհասնի, թե չէ այդ սարքը, կախված է այդ ծավալից, ինչքան վառելիք ունի եւ այլն։ Բայց այդ ծավալը պետք է կարողանանք հաշվել ու իմանանք ինչքան լնի այդ տորոիդալ բաքը, որպեսզի մեր ուզած վառելիքը տեղավորի այդ կեսում։ Մամիկոն մնացակայանը լուրջ հետաքրված էր նաև Էյլերի թեորեմով բազմանիստերի մասին, որը շատ հայտնի լուրջ թեորեմ է, եւ ընդհանրապես ինչ է նշանակում բազմանիստ։ Բազմանիստ դա նշանակում է մակերևույթ, փակ մակերևույթ, որը բաժանում է տարածությունը ներքին եւ արտաքին տիրույթի, հա, եւ փակ մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, հարթ բազմանկյուններից։ Այտենց հարթ նիստեր ունի ինքը։ Այ դա բազմանիստն է։ Ահա, այ պատկերացրեք, սա օրինակ բազմանիստ է, որը բաղկացած է հնգանկյուններից, հա։ Ահա։ Եվ որոշ բազմանիստների անվանում են ուռուցիկ։ Այդ այն դեպքում, եթե որևէ նիստ որ վերցնես ու հարթություն տանես այդ նիստով, խոսքը այս արտաքին նիստի մասին է,
ապա ամբողջ մնացած բազմանիստը կհայտնվի այդ հարթության մի կողմում։ Այդ է ուռուցիկ բազմանիստն է։ Եվ Էյլերը սահմանեց իր թեորեմը ուռուցիկ բազմանիստների համար, ասելով, որ այդ բազմանիստների գագաթների քանակից եթե հանես կողերի քանակը եւ գումարես նիստերի քանակը G հանած K գումարած N հավասար է 2։ Կարճ ասում ենք GKN։ GKN-ն հավասար է 2-ի։ Հա? Ինչ ուզում ես նկարի, ոնց ուզում ես նկարի, դա կստացվի 2։ Եվ այստեղ շատ հետաքրքիր էր, այ տեսեք, հիմա նայեք, ուղղանկյուն զուգահեռանիստ, ակվարիում։ Եթե նայենք, հաշվենք թվերը, ստանում ենք 2։ Եթե վերցնենք այս մյուս բազմանիստները, այստեղ բոլորը կողեր, գագաթներ, նիստեր նկարացել, բոլորի դեպքում GKN-ն ստացվում է 2։ Հետաքրքիր օրինաչափություն է, մենք ունենք այսպես կոչված մնացակայանի ընդհանրացված թեորեմը, Էյլերի ընդհանրացված թեորեմը։ Ինքը իրան հարց տվեց, շատ հետաքրքիր է, էլի, որ մարդը պարզապես չի բավարարվում դրանով, որ այդ թեորեմը կա, ասում է ներողություն, իսկ եթե ես մի հատ այդ ուղղանկյուն զուգահեռանիստը մի հատ էլ հարթությամբ հատեմ, նորից գագաթներ կունենամ կողեր, լրացուցիչ ու նիստ, բայց այս անգամ ներքին նիստ է, այսինքն այդ նիստով եթե հարթություն տանեմ երկու կողմից կլինի, արդեն ուռուցիկության գաղափարը կարծես խախտվի, եւ եթե ընդհանրացված ասենք, պետք է այստեղ նկատի ունենանք արտաքին նիստերի իմաստով ինքը ուռուցիկ է, բայց թիվը ստացվեց 3, ոչ թե 2։ Եվ իրանք ինքը իրան հարց էր տալիս, լավ է 2 թիվը, այդ ինչ մոգական թիվեր, ինչի է 2 ստացվում։ Եվ ինչի այս դեպքում ստացվում է 3։ Հետո պարզվում է արդեն հենց ինքը Էյլերը ապացուցել է տենց թեորեմ հարթության վրա, եթե սենց բաներ ունենք, ասենք բազմանկյուններ ունենք, ապա ստացվում է, որ գագաթների թիվ հանած կողերի թիվ գումարած n թե քանի մասի է բաժանել հարթությունը, այդ պատկերը, տվյալ դեպքում 2, ապա ստացվում է 2։ Եվ հետո ինչ պատկեր էլ վերցրենք հարթության մեջ այդ նույն լոգիկայով, միշտ ստացվում է 2։ Եվ ստեղից մնացակայանը այսպիսի կռահում ունեցավ, ասեց, որ գիտեք ինչ, այդ որ ստացվում է 2, այդ նշանակում է այդ հարթությունը, որի վրա նկարված էր այդ ամեն ինչը, բաժանել է արդեն տարածությունը 2 մասի, իրանից աջ ու ձախ։ Իսկ այն վերևը, որ ստացվեց 3, որովհետև այդ ծավալային մարմինը բաժանել է արդեն 3 մասի տարածությունը, չէ՞, 2 հատ ներքին, մի հատ արտաքին։ Այսինքն ինչ ունեցանք։ Ունեցանք մի հատ գաղափար, որ կարող է այդ թիվը նկարագրում է, թե տարածությունը քանի մասի է բաժանել։ Ոչ թե պարզապես ինչ-որ գաղտնի թիվ 2 մոգական, այլ իմաստ ունի։ Եվ խնդրեմ, երբ որ մենք վերցնում ենք արդեն 3 հատ այսպիսի վանդակ, հա, ապա մենք ստանում ենք 4, այսինքն 1, 2, 3-ն էլ արտաքին ծավալն է, 1, 2, 3, 4-ը արտաքին ծավալն է։ Եվ այտենց փաստորեն մենք կարող ենք, ասենք, չգիտեմ, կոկա-կոլա ենք խմում կամ նայում ենք օճառի պղպջակներին կամ գարեջրի, չգիտեմ ինչ, այս բոլոր հատումները բազմանիստային, որ նայենք, այս բարդ կառուցվածք, հա, այս բոլորը փաստորեն իրանից ներկայացնում է իրար հետ կապ ունեցող բան, այսինքն այդ գագաթներ, նիստեր, կողեր եւ նույնիսկ թե քանի մասի է բաժանվել տարածությունը, իրար հետ կապված բաներ են։ Նորից հարցածագում, ինչ կիրառություն կարող է ունենալ այդ տեսա գիտելիքը ընդհանրապես, հա, զուտ երկրաչափական նշանակություն ունի, թե նաև ասենք ֆիզիկական խնդիրներում եւ այլն։ Այ պատկերացրեք, մենք IAS տիեզերագիտական խմբակով հետազոտական աշխատանք էինք անում։ Ձև էինք գտել, ոնց կարելի է սառույցից կազմված մարմինը հեշտությամբ շեղել, եթե նա վտանգավոր է, գալու է խփելու է երկրին, ինչպես շեղենք։ Ձև էինք գտել դրա համար եւ պարզվում էր դրա համար պետք էր մի հատ նոր տեսակի ժամանակակից ատոմային ռեակտոր իջացնել նրա վրա, որ հալեցնելով իջնի այդ շերտի մեջ ու շիթ առաջացնի, որը շարժիչի պես նրան կսկսի շեղել։ Բայց այդ ռեակտորը իրենից բաղկացած էր
ածխածնով պարուրված ուրանային տենց միջուկներ, գնդեր, որոնք որպեսզի մեր դեպքում աշխատեր, պետք է բյուրեղավանդակի պես իրար հետ սպանակային կապերով կապված լինեին այդ գնդերը։ Մի ամբողջ գլանական բան, որի մեջ այդ բյուրեղավանդակն է, գնդեր զսպանակներով կապված, կանոնավոր բյուրեղավանդակ։ Եվ այդ զսպանակները եւ նրանց վրա հագցրած թիթեղները պետք է սառեցնող դեր կատարեին, այսինքն այդ ջերմությունը, որ գնդերից անջատվում է, միջուկային ռեակցիաների պատճառով, պետք է այդ սառույցներից դուրս եկած գոլոշիները վերցնեին, տանեին ջերմահաղորդականությամբ ու սառեցնեին այդ կառուցվածքը, որ ինքը դիմանա այդ ջերմաստիճանին։ Իսկ գնդերը ընդհակառակը ջերմությունը առաքող էլեմենտ, ջերմություն արտադրող էլեմենտներ են։ Եվ ինչ ջերմաստիճանում կգա հավասարակշռության, կախված էր հենց գնդերի, նիստերի, կողերի, այդ դրանց քանակների հարաբերությունից։ Խնդրեմ, որ պետք կլինի այդ դեպքում ինչ անել, պետք կլինի հենց անել, որ ճիշտ կարողանանք հաշվենք, չնայած այդտեղ կարող են լինել հազարներով այդպիսի գնդեր։ Ու ձեռով չես նստի հաշվի, ճիշտ է, կարող է կոմպյուտերով դնես հաշվես, բայց իրականում կարող ես նախնականել գնահատել իմանալով այդ ընդհանրացված թեորեմը։ Այսպիսի հետարքիր բաներ եւ ասեմ ձեզ, որ սա մի օրինակ էր կարելի ասել, ինչ հետարքիր, ինչ տեսակ բաներ են լինելու այն ծրագրով, որով մենք նախաձեռնել ենք։ Մենք նախաձեռնել ենք այաց դասընթացը, որը մշակել ենք տարիներ շարունակ, եւ որի հիմնական մեթոդական առավելությունը նրանում է եղել, որ նյութը մարդու աշխարհաճանաչումը սկսած քարանձավից մինչև տիեզերք ոնց է ընթացել, այդ ամեն ինչը ներկայացվում է պատմական կոնտեքստում, ոչ թե այս թեման, այս առանցքականությունն է, ինչ գրավիտացիան է եւ այլ պատմական կոնտեքստում։ Հերթով ոնց են մարդիկ չիմացած բաները հայտնաբերել ու հավաքել այդ գիտելիքներն ու փորձը, այս ձևով առաջին անգամ փորձ արվելու շոշափել մաթեմատիկան, նրա էվոլյուցիոն զարգացումը։ Եվ այդ դեպքում դուք միանգամից կիրառության մեջ եք տեսնելու, մարդկությունը եկավ ինչ որ խնդրի առաջ, իրան պետք էր դա լուծել, ինքը դա կարողացավ, դրանից ծագեց մաթեմատիկական խնդիր, ինքը դա լուծեց, եւ հետո այդ խնդիրը ոչ միայն այդ կիրառության մեջ, այլև շատ ուրիշ կիրառություններով հսկայական ներդրում ունեցավ մարդկության զարգացման մեջ։ Հենց թեկուզ օրինակ Համբարձումյանի լուծած խնդիրը, որ ժամանակին ինքը լուծեց, որ կարողանա պատկերացնել, թե աստղային կույտերում, եթե դու հարթ պատկերես լուսանկարը նկարում, երևում է, թե ոնց է խտությունը գնալով դեպի եզր քչանում աստղային կույտում։ Բայց դա պատկերի վրա, պրոյեկտված, իսկ տարածության մեջ ոնց է խտությունը պակասում, ինքը կարողանում էր այդ պատկերից այդ խնդիրը լուծել տարածական բաշխումը պարզել։ Եվ պարզվեց, որ այդ մաթեմատիկական խնդիրը, որ դրել էր Էդիսոնը, ինքը լուծեց եւ պարզվեց, որ այդ լուծումը այնպիսի մի կիրառություն, որ ինքն էլ չէր սպասում, այնպիսի մի կիրառություն գտավ, որ օգտագործվեց ամբողջ աշխարհում, դրա համար նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացան։ Դա համակարգչային տոմոգրաֆիան էր, որ բժշկության մեջ օգտագործվեց, ասենք ուղեղի քաղցկեղ, ուռուցք եւ այլ այդպիսի բաներ։ Ուրեմն միշտ, երբ որ դուք մաթեմատիկային տեսնում եք ինչ որ տենց խնդիր, որը թվում է վերացական, չես էլ պատկերացնում, որ դեռ կարող է օգտագործել, համոզված եղեք, որ դա կարող է շատ կարևոր, նույնիսկ կյանքի համար կարևոր մարդկանց նշանակություն ունենալ, ուրեմն դա պետք է զարգացնել, դա պետք է իմանալ, հասկանալ, օգտագործել։ Դա հզոր զենք է, ու ես հույսով եմ, որ դուք այդ զենքը կձգտեք տիրապետել, իսկ եթե մենք իրոք հաջողենք 2 տարի անց բացենք այսպես կոչված IASMAT ծրագիրը, եւ դուք հետևեք մեր Facebook-յան էջին, 27 թվականի սեպտեմբերին մենք հույսով ունենք, որ կմշակենք այդ ծրագիրը եւ կբացենք արդեն տենց խմբակ։ Մաթեմատիկան երբեք տենց չի դասավանդվում, միշտ դիցուկ այս թեման, այն թեման իրարից անջատ փազլի կտորներով եւ վերջում նոր ձեր գլխում ամբողջը կարող է գալ մի համակարգի, բայց իրականում, երբ որ պատմական կոնտեքստով ես գնում, դա միանգամից կուր համակարգի մեջ է ընկալվում եւ ավելի լայն մտահորիզոն եք ունենում, ավելի ստեղծագործ մոտեցումներ։ Դրա համար
Դա կլինի եւ հետարքիր, քանի որ կիմանաք թե այդ ինչպես է եղել, որ այդ խնդիրը ծագել է եւ ինչպես է լուծվել, եւ ձեզ ստեղծագործ կդարձնի եւ ձեր վախերը կհանի մաթեմատիկայի հանդեպ, որտեղ շատ հաճախ հենց այդ վախերն են, որ մարդուն ծուլացնում են, ինքը չի ուզում հաղթահարի այդ դժվար բաները, որ իրեն դժվար են թվում։ Ուրեմն դրա համար մենք նախաձեռնել ենք այդ տեսակ ծրագիր։ Հուսով եմ, որ դա կլինի եւ ովքեր որ ցանկանան, կարող են հետագայում դրան մասնակցել ու լուրջ հաջողությունների հասնել, որը մեր երկրին հաստատ թափ է տալու, առաջ է մղելու։ Դա պետք է անենք եւ մենք որպես նախաձեռնողներ եւ դուք որպես սովորողներ։